Հայր ջան, բոլորին բարևներ Դուբայից։ Բարև ձեզ։ Էսի մեր երկրորդ վիդեոն է Դուբայից, առաջին վիդեոից հետո ես տեսա ինչ ակտիվ եք դուք, լավ կոմենտներ մեզ գրեցիք, լայքեր եք շատ դրել ու շատերին հետաքրքրում է կյանքը Դուբայից։ Ու մենք Դավիթի հետ կփորձենք ձեր համար լիքը վիդեոներ ցույց տալ, ցույց տանք Դուբայի կյանքը, անշարժ գույքը ու մի հատ հիմա կծանոթանանք իրար հետ։ Դավիթ ներկայացիր մի հատ։ Իմ անունը Դավիթ է։ Իմ անունն էլ Վրեժա, ես 5 տարի զբաղվում եմ travel blogging-ով ու միշտ նկարել եմ ռուսերեն լեզվով։ Այս ալիքը բացել եմ հայերի համար, մեր հայերի համար, որ նկարեմ Դուբայում անշարժ գույքի մասին ու կյանքը Դուբայում։ Ոնց ենք մենք ստեղ ապրում, ինչով ենք զբաղվում ու տենց լիքը հետաքրքիր վիդեոներ ենք անելու ձեր համար։ Առաջին վիդեոից հետո ես տեսա ինչ ակտիվ եք ու շատ է ձեզ հետաքրքրում։ Ես էլ 4 տարի առաջ Մոսկվայից եկել եմ Դուբայ, այդ 4 տարին զբաղվում եմ անշարժ գույքով ու մենք Վրեժի հետ կփորձենք ձեզ ավելի մանրամաս պատմենք, ցույց տանք, ամեն ինչ բացատրենք, ինչ հեշտ է, ինչ լավ է ստե առնել անշարժ գույք։ Ամեն ինչ ցույց կտանք, շատերը հարցեր էին տալի գների մասին, քառակուսի մետրը, կփորձենք ձեր հարցերին մանրամասն պատասխանել։ Ժողովուրդ, դե եկեք մի հատ էլ գազ տանք իրար հետ, մեզ լիքը լայք դրեք, կոմենտներ գրեք ու մենք ցույց կտանք ձեզ կյանքը Դուբայում։ Հայերը Դուբայում նորալի գնացինք։ Դու հայ ես, ես հայ եմ, վախ քո ցավը կանեմ ես։ Ու այսպես Jumping այնան, ես մեր հայի մոտ, մեր աղբենա, կոմ բախպեր, բամոս չմտնես ես ճուկեմ, որ ոլուսն է ինչ կոտորնում։ Ու այսպես նախուր ու տարապերում, մենակ տղայեմ, սերես եմ պատրում, բայց օտարները ինչ են ասկանում, կյանքս անցնում է անցնում, սերը շեմ գտնում, հայ ես դու, ու հələ մի հատ այս վիդեոն սկսենք այնրանից, որ ես ստացա Emirates ID ժողովուրդ։ Պատկերացնում եք 9 օր առաջ եմ մտել Դուբայ ու արդեն ստացել եմ freelance ID։ Հիմա մի հատ իրար հետ բացենք ու նայենք, էլի։ Այ գնացինք ժողովուրդ, շատ սպասելի պահ է։ Ձեր շնորհավորանքները կարաք գրեք կոմենտներում։ Շատերը նայում են մեզ Ամերիկայից, Եվրոպայից, հələ գրեք ձեր մոտ հեշտ է վիզա միզան ստանալը, քաղաքացիությունը, ես արդեն ոնց որ դառա բան, ըստեի ոչ թե քաղաքացի, այլ ռեզիդենտ, հələ պատկերացնում եք ստացա իմ նկարով, բանով, անցավ ընդամենը 9 օր, պատկերացնում եք ինչ արագ, так что ես շատ ուրախ եմ, որ ստացա, մեզ օգնեց մեր Դավիթը, չերես իրանց ընկերների, ու ես հիմա ռեզիդենտ եմ, всё, գնացինք նկարել վիդեո։ Էսի freelance ID-ը արժի 9000 դիրխամ ընդամենը ու տրվում է մի տարով։ Մի տարի հետո դուք արդեն կարաք գնաք երկարացնեք։ Տարբեր վիզաներ են սարքում, կուզեք գրեք, կօգնենք կստանաք։ Մենք հիմա ժողովուրդ գտնում ենք Դուբայ մարինայում։ Ամեն տուրիստ, ով որ եկել է Դուբայ, սաղդ այս Դուբայ մարինան շատ եք սիրում, դավ։ Հələ մի վարքյան կայնի քեզ մի հատ երկու հատ հարց եմ տալի։ Էնի GBR-ն է, այս էլ Դուբայ մարինան։ Սաղ ուզում են ստետուն առնեն, չէ՞։ Հա, բայց խի խորհուրդ չես տալի դու։ Դե արդեն հին է, ստեի անշարժ գույքը հին է, ստեի գները արդեն շուտվանից մեծացել են, շենքերը հնացել են, արդեն ոնց որ առնելու համար լիկվիդ չի այս տեղերը։ Ոնց որ դու խորհուրդ կտաս, հա ես է խորհուրդ կտամ, գաք, ստե ման, գաք, ֆրֆրակ, բայց տուն առնելու համար ժողովուրդ, ստե տենց բան չկա, որ առնեք գինը բարձրանա։ Կարակ առնեք պատրաստի, բայց հին ալնելու։ Հիմա պետք է առնել թազա տեղեր, որը նոր զարգանում են, որտեղ մենք կարանք լավ փող աշխատենք ու ավելի թարմը սիրուն, ավելի որակով շենքեր լինեն։ Հաստատ համաձայն եմ, բայց Դուբայ մարինան իրոք շատ սիրուն է, հələ նայեք ժողովուրդ, մենք հիմա բանում ենք, Դուբայ մարինա մոլում ենք, բարձրացել էինք ստե բանկար վեկայլով վերցրեցինք, ասենք մի հատ դուրս գանք այս բալկոնից, ասենց ձեր համար սիրուն սկիզբը նկարենք վիդեոյի ու հիմա մենք իրար հետ կգնանք Maritime City, հա դա։ Հա, Maritime City գնանք, թազա լոկացիա, գնանք ցույց տանք ու պատմենք։ Գներով, ամեն ինչով ու ինչով է լավ հենց այդ տեղը ներդրել ձեր գումարները։ Շո ժողովուրդ գնացինք մի հատ իրար հետ այսօր լավ վլոգ ենք նկարելու սկիզբը, շատ հաճելի տեսարաններով սկսեցինք, որը շատ լավ է։ Դուրս եկանք ժողովուրդ ջան Մարինա մոլից, ստեի մոլերը առաջի 3-4 ժամը մեքենան կանգնացնելը ձրի է, հետո արդեն փողով է ու ավտոմատ իրան քաշում են այդ փողը քո համարներից, համարներդ նկարում են ու վերջում քաշում են, հա, այդ փողը ճիշտ եմ ասում։ Ակաունտից քաշում են։ Հիմա ուր ենք գնում դա։ Հիմա գնում ենք Maritime City, ցույց տանք այդ թազա
լոկացիան ու մի քիչ պատմենք ավելի մանրամաս։ Էսի հիմա որ փողոցն է։ Էսի Դուբայի ամենակարևոր փողոցն է, կոչվում է Sheikh Zayed Road։ Ամենաերկար ճանապարհն է, ստեից պրամոյ ենքում գնում ես դեպի Շարժանա, մյուս կողմել գնում ես դեպի Աբու Դաբի։ Էսի բանա, փողով է, այս փողոցը ստե քշել, հա։ Ինչ գներ է вообще։ Ինչ գներ է, մոտավորապես Մարինայից կենտրոն մի 12-14 դիրխամ պետք է վճարես։ Հա, մի հատ գնալը։ Հա, մի հատ գնալը։ Ոյ, շատ հետաքրքիր է, ժողովուրդ, հələ գերեք ձեր մոտ փողոցները ոնց է։ Փողով է թե ձրի է։ Ռուսաստանում կա շատ փողոցներ, որ բանը փողով է, բայց սենց շատ չի, էլի։ Աստե ձրել կա, բայց ընդ ավելի մի քիչ դանդաղ են ավտոները գնում, ավելի նեղ է։ Հələ արի դա մի քիչ պատմենք ժողովրդին կամերեքի մասին։ Ստե ոնց է, ասենք արագությունը հիմա տված է նայեք 100, Դավիթը քշում է 110։ Ինչքան կարելի է ավելացնել։ Մինչև 20, հա կա, եթե 100-ը տված 120 կարաս քշես։ Բայց Աբու Դաբիում տենց բան չկա, որովհետև Աբու Դաբին ոնց որ ուրիշ շատ լինի, դա իր կանոններն է, ամեն ինչ մի քիչ ուրիշ ձև է։ Այս վերջերս, հա, ես իմացա, որ Աբու Դաբիում խոսքի չի կարելի քշել, դաժե մի կիլոմետր ավել, պատկերացնում եք, իսկ Դուբայում 20 կարաս ավելացնես։ Всё, գնացին կենտրոն, այսօր հետաքրքիր ձևերով ձեզ կպատմենք մանրամասն առանց վրազելու ժողովուրդ։ Քանի որ իրոք ես տեսա ձեր ակտիվությունը, կարդում են կոմենտարյանը Ամերիկայից, Եվրոպայից հայերը, Հայաստանից, Ռուսաստանից, ամբողջ աշխարհի հայերը միացել են մեր ալիքին ու նայում են մեր ալիքը։ Մենք դրա համար որոշեցինք նկարենք ավելի մանրամասն շենքերի մասին, այդ ձեզ հետաքրքիր է, շատեր ասում են կուզենք ստեղ տեղափոխվենք, դաժե ապրենք։ Ու մենք ճիշտ էինք այն անգամ, որ դա ասացինք Եվրոպայում կյանքը դժվարանում է, շատերը ասացին շատ մարդկա բողոքում են իրոք։ Հայես դու, վախ քո ծևը տանեմ ես, հայես դու։ Դավիթ ջան, այսօր ենք եկել, ախպերես։ Եկել ենք Maritime City, էսի թազա լոկացիա Դուբայի կենտրոնից 15 րոպեի ավտոյի ճանապարհ, ծովի մեջ կղզի է արհեստական, որ իրանք սարքել են, ոնց որ իրանք կարում են ու սիրում են։ Ինչ ենք եկել ստե, էսի թազա տեղ է, նոր սկսում են կառուցել թազա ուլտրա լաքշրի շենքեր, մի 4-5 հատ կառուցապատող, որին Դուբայի կառավարությունը թույլ է տվել ստե սարքել։ Ծովի մոտ, ծովի մեջ դաժե կարելի է ասել։ Ծովի մեջ, հա, ընդ լինելու է պլաժ։ Որտե դա վես կոմը։ Այն վերջում պլաժ ալնելու բաց ծովով։ Ստեի ապրողների համար։ Հա, դեմը բան չի լինի ու ինչ ենք եկել ստեղ, որովհետև հիմա մեր մոտ կա լավ առաջարկություն, որը պատրաստ է լինելու 3.5 տարուց, լրիվ կահավորված բնակարանա, ամեն ինչով, մեբելով, տեխնիկայով ու շատ լավ payment plan ունի, որը 3.5 տարի մուծում ես մինչև սարքում են, 70%-ը մնացած 30%-ն էլ բալաններից հետո էլի 3 տարի կարաք մուծեք։ Շատ հարմար է, որովհետև քիչ կառուցապատողներ են հիմա առաջարկում payment plan, երբ որ դու կարաս վճարես բալաններից հետո։ Ասենց ասեմ, էսի են մեր սիրած պրոյեկտներից մեկն է, որ մուծեցիր կեսը, այն մյուս կեսն էլ բալայիները ստացար տվիր վարձով ինքը իրան փագեց, ժողովուրդ, հլնայեք սիրուն նաբերեժնի են սարքե, ըստե շենքերը սարքում են հենց մեր աչքի առաջ, էդում է այս շինարարությունը, ըստե իշնում եք ման եք գալի հանգստանում եք, այն կոմը էդում եք լողանում եք, կամ մի հատ նավ եք արենդով եկալում, տանում ա ձեզ ծովի մեջտեղը մտնում լողանում եք, շատ հետաքրքիր զարգացող ռայոն է, որը ունի շատ մեծ աճ հետագայում, ստե առնելուց կարաք հետագայում դաժե ծախեք մեջը փող աշխատեք, էսի մեր սիրած պրոյեկտներից է, պլյուս է սրանք տալիս են բանով, մեբելով, դիվանով, տելևիզորով, ամեն ինչ լինելա ու հիմա մենք արան գնանք ցույց տանք ոնց են հանձնում իրանք տները։ Հիմա մի հատ գնանք նայենք ոնց են հանձնում, մտնենք մի հատ նայենք այդ տունը ձեր աչքերով կտենաք, հենց հիմա մենք ձեզ ցույց կտանք։ Գները կպատմենք, քառակուսիները կպատմենք, գնացինք։ Դա հələ մինչև ավտոնետալը հլնա ինչ է կատարում, ստեյթում է ռեմոնտը, աչի վրա սարքում են, կարոջի կռուգոմ էթում է, այս էլ դամակն է սարքում։ Հա, այս էլ դամակն է, մի քանի հատ կառուցապատող ստե Զարգացնում են այս ռայոնը, հա, ու մոտակա բուդուշեմ
ելնելու է շատ ուժեղ, սիրուն ու պրեստիժ ռայոն։ Իրոքի ժողովուրդ, նայեք, ստե կայնած ենք, մենակ այս մի կողմը ռեմոնտ է եթում, այս մի կողմը ռեմոնտ է եթում, դալշը սարքում են ու սարքում, ահա որ շատ ուժեղ զարգացող ռայոն է, նստենք ավտոն, գնանք մի հատ նայենք մեր աչքերով, գներին էլ կծանոթանանք հիմա։ Դե նայեք, ժողովուրդ, չեմ կարում էլի ձեզ ցույց չտամ, ասենք ցույց տվեցել, մի հատ էլ ավտոյի մեջից ցույց տամ, նայեք, դուրս են գալի պարկովկից ու դեմներս նայեք, մի սաղ տեղերը սարքում են, հələ Այս ինչ ալնելու, ստելը փողոցներին շմեց են, հեսա զակատն ալնելու, вообще ստե պատկերացեք իրիգուններ ինչ սիրուն է։ Հələ իջացնեմ լուսամուտը դա մի հատ ցույց տամ ժողովրդին, ստե շինարարությունները, ահա որ ուժեղ սկսել են սարքել։ Մալադեց, էսի շատ ուժեղ կզարգանա, չէ։ Շատ, հա։ Ժողովուրդ նորից միացրեցի կամերան, գիտեք ինչի համար։ Քանի որ տեսաստից ռայոնից դուրս գալուց, այս Maritime City-ից, նայում եմ ոնց որ Բուրջ Խալիֆը դեմս ելնի։ Դա ո՞, էս ինչ կայֆ է։ Հա դե ասում եմ մոտիկա։ Ծովը, կենտրոնը շատ լավն է։ Ժողովուրդ, այսօր տրամադրությունը շատ լավ է, քանի որ վերջապես ստացա։ Վերջապես ասելով ոչ թե դժվարություններ է եղել, այլ միշտ ոնց որ չպետք չի եղել, եկել եմ տուրիստ բան, բայց արդեն всё, տեղափոխվում ենք ստե ապրելու։ Ստացա շատ հեշտ, Դավոյին մերսի, որ օգնեց։ Շնորհավոր։ Ապրես, հələ տեսեք ինչ սիրուն է Դուբայը, Զակատ։ Ջան, Զակատը հայերեն չգիտես, չէ՞ ոնց է դա։ Արևամուտք։ Արևամուտք, մոլադեց Դավո ջան։ Ջան։ Գցեմ գեղամ մեջ։ Հասանք Դավոյի հետ Դանուբի օֆիսը, ժողովուրդ։ Ինչ կասես, Դավ, հələ ստենայի, կողքդ էդ ինչ է։ Շատ սիրուն ռեկլամ են անում ու ինչքան գիտեմ, այս ավտոն ինչ-որ բրոկերներից մեկը կարա կրի, ով սաղի շատ ծախի, բայց հետո մեզ չի հետաքրքրում։ Եկել ենք կառուցապատողի օֆիսը, որ ցույց տանք ձեզ համ մակետը, համ շոու ռումը, ցույց տանք ոնց են սարքելու, ոնց է ըլնելու բնակարանը, երբ որ դուք ստանաք բալանիները։ Գնացինք, ախպերս, գնացինք, բայց դե կուզեմ ես կրեմ, գիտես չէ։ Մտանք հիմա օֆիս, հələ դուք հիմա նայեք հետևս ինչա կատարվում, ժողովուրդ, ինչքան մարդիկ են ստեգալի, բայց մեզ հետաքրքրում է այ այս շենքը, բայց մինչև մոտիկանանք այս շենքին, Դավ, հələ արի մի հատ ցույց տանք, էլի։ Մենք հենց նոր ժողովուրդ, իրար հետ այս նաբերեժնիում կայնած էինք։ Ստել արդեն հենց այդ շենքն է, այս հետևի մակետը ցույց է տալի։ Էսի այդ շենքն է, ստել այդ նաբերեժնին է, ծովը, то есть ծովի կողքն է, էլի։ Հա, ու եթե կարաս նկատես, որ ինչքան կանաչ ալնելու, հիմա լրիվ դատարկ էր, պեսոք էր, բայց իտոգում, երբ որ պատրաստ լինի արդեն, սաղ սյունացնելու են, լիքը կանաչ ալնելու։ Այս հա տիպի, չէ։ Հա, հա։ Այս հա տիպի սաղ կանաչ ալնելու, հա։ Դե մի հատ մոտիկանանք շենքը նայենք։ Դավայ։ Հիմա մենք մակետի մոտ ենք, դա մի երկու բառով պատմի։ Հա, սա մեր մակետն է, մեր будущий պրոյեկտի 60 արկանի շենք է, իր լողավազանով, երեխեքի համար, տենիսնի պլաշատկով ամեն ինչ կաստել, լիքը նստելու տեղեր, հանգստանալու, վազելու տեղեր, գորգեք, կրիշնել կա բասեին ու մեջն էլ ջիմով, սաունայով, խամամով, ամեն ինչ կա։ Քանի հարկ ասեցի։ 60 հատ։ 60 հարկ։ Ու դաժե բալկոններում փուչուր բասեիններ կա, չէ՞ ժողովուրդ։ Հա, հա։ Որ նստեք ստե, հանգստանաք, լողանաք, շատ սիրուն շենք է։ Գնանք բանը նայենք շոուրումը։ Գնանք։ Գնացինք։ Դավ, հիմա որ տարբերակն ենք առաջինը նայում։ Հիմա առաջինը ստուդիան ցույց տամ, ստուդիան ոնց որ մի սենյակ է, որտեղ համ կուխնյան է, համ զալն է, համ սպալնյան։ Սաղ իրար հետ, արի մտի նայենք։ Մտնեմ արդեն։ Մտի։ Մտա։ Ստե մի անգամից մտնում ես կուխնյանա, իր դուխովկով, պլիտով, լվացքի մեքենայով, խալադիլնիկով, ամեն ինչ արդեն կա մեջը։ Ստե մի անգամից զուգարան բաղնիկն է, իր դուշևով, եթե նայես շատ ստիլնի է ամեն ինչ արած, ճաշակով։ Այս ոնց հիմա ցույց ենք տալիս, սենց է կլինի, չէ՞ մարդիկ ստանալուց հաստատ։ Սենց էլ ստանում են, որ սենց նայես փոքր չի, ոչ էլ մեծ է, բայց շատ հարմար է, եթե երկու հոգի մարդ են ապրում, բավականին շատ հարմար ու կոմֆորտնի կյանք է ստացվում։ Զանգում էին ժողովուրդ կներեք։ Ստե մտնելուց մի անգամից ոնց որ գաստինին է, դիվանով, սեղանով,
Ստե ուտելու սեղանն է, հետո անցնում ենք մի քիչ առաջ, արդեն մեր սպալինա։ Հələ փագի ցույց տանք ոնց է փագվում։ Որը կարա փագվի, այսպես ակուրատնը փագվում է։ Ոնց որ առանձնացնում ես իրան, էլի։ Կարելի առանձնացնել, որ ոսկի բան եք սարքում, հաց եք ուտում, բան եք անում, հոտերը չընկնի դաշը։ Լավ, քեզ ոնց է դիզայնը ստեի։ Հələ մի Շատ է դուր գալի, շատ լավ որակի մեբել է, ամեն ինչ շատ որակյալ է, սիրուն ու համապատասխանում է ամեն ինչ իրար։ Հələ պոլերը ինչ սիրուն է, մռա։ Իսկականից մռա, ժողովուրդ, հələ պոլերը շատ սիրուն է։ Հետո անցնում ենք առաջ, դե դարակներն է, որտեղ կարաք բայեք ձեր վեշերը։ Այս մեբելը դարակներով ժողովուրդ, այս սենց ելնելու է, ոնց որ հիմա մենք տենում ենք, այս ձև ելնելու է ձեր տան մեջ։ Հա, նայ, սա ինչ սիրուն դիզայնով սարքած, էլ դուք ոչ մի բանի մասին կարաք չմտածեք, երբ որ բնականաբար առնում եք, լրիվ պատրաստի տուն եք ստանում։ Հա, ժողովուրդ, տելևիզորը կա, հեռուստացույցը, հա, հայերեն գրագետ ասած։ Ստեղ էլ իր դարակներով, ամեն ինչով։ Հələ լյուստրան նայեք, հələ ստե մի հատ բարձրացնեմ նայեք, շատ սիրուն է։ Հեն, դա, մի հատ էլ հիմա նստենք, մի հատ խոսանք գնի մասին, ստուդիայի գինը ինչ արժի, ինչ ձև են կարում մուծեն, հետո նոր ցույց կտանք two bedroom տարբերակը։ Հա, ավելի մեծ բնակարան ցույց կտանք։ Դա, դե պատմի այս ստուդիայի գինը ինչ արժի, քանի քառակուսի է, մի հատ իմանանք, մենք այս ժողովրդի հետ միասին։ Նայ, այս ստուդիայի գինը $350,000-ից է սկսում, քառակուսին 35-ից 40 քառակուսի մետր։ 35-ից 40։ Ու ինչն է լավը, ուրեմն այ 3.5 տարի այս շենքը սարքելու են, 3.5 տարվա մեջ պետք է մուծեք ընդամենը 70%-ը բնակարանի։ 70։ Գնի, հա։ 70%-ը, մնացած 30%-ը 2.5 տարի, то есть 30 ամիս, ամիսը 1%։ Դա արդեն երբ որ դուք բալաները ստանում եք դրանից հետո։ Ես sense ասեմ, տվիր վարձով, նորից ասեմ, ընդ ասեցի, հիմա էլ նորից կրկնեմ, տալիս եք վարձով, վարձը իրան փակում է, հələ մի բան էլ դաժե կարող է ձեզ մնա անել, պատկերացնում եք։ Ու փաստորեն դուք տուն առնում եք ոնց որ 70%-ով։ 70%-ով այս տունը մնում է ձեզ, շատ լավ տարբերակ է, ու իրան ծովի մոտ է, ինքը կարաք հեշտ ու հանգիստ տակ վարձով, դաժե օրավարձով, եթե տակ կամպանիաները զբաղվեն, ավելի շատ փող կաշխատեք, ու կենտրոնից էլ է մոտիկ, ահա որ աժոտաժ է ժողովուրդ, շատ ուժեղ պրոյեկտ է, շատ իրանք մեծ ստավքեք են դնում, հիմա էլ կանցնենք մի հատ կնայենք two bedroom տարբերակը, ու դոլարներով, հələ մի հատ մեր հաշվենք դա հենց հիմա, եթե քեզ դժվար չի, տունը արժի ինչքան, $350,000 $350,000, քանի տոկոսն ենք սկզբից մուծում, եթե միանգամից չեն կարում մարդիկ տան։ Սկզբից մուծում ենք 10%-ը։ 10%-ը։ Հետո Էդի $35,000 տալիս եք ժողովուրդ, մտնում եք պրոյեկտի մեջ, всё, այդ տունը արդեն ձերն է, 10%-ը տվիք, մտակ այս պրոյեկտի մեջ, առակ այս տունը։ Հետագայում արդեն սկսում եք վճարել։ Ոնց ենք վճարում, հեսա կպատմի Դավո։ Մտնելուց պրոյեկտ 10% ենք վճարում, հետո 10% նոյեմբերին, հետո հունվարից մինչև օգոստոս ամեն ամիս 3% ենք վճարում, հետո սեպտեմբերին 1% ու հոկտեմբերից մինչև օգոստոսը 27 թվի էլի 1%։ Ոստե ոնց որ կար տարի, որ вообще չէիր մուծում։ Հա, հետո սեպտեմբերին ենք մուծում մի անգամ 4%, հետո հոկտեմբերից մինչև օգոստոս 28 թվի 1% ամեն ամիս։ Հետո նոր սեպտեմբերին 28 թվի 1% ու արդեն երբ որ ստանում ենք բալանին, մնացած 30%-ը ամիսը 1% պետք է վճարենք։ Դժվար է ստացվում, որ ասենք մանրացնում ես, բայց ստացվում է ոնց որ 3.5 տարում վճարում ես 70%-ը, հետո էլ 2.5 տարի վճարում ես մնացած 30%-ը։ Կարան մարդիկ զանգեն մեզ, ամբողջական մանրամասը սաղ կպատմենք ձեզ ոնց է կատարվում։ Давид, давай сделаем обзор квартиры two bedroom-ը։ Հայերեն, չէ՞։ Էսի backstage-եր քո ասած։ Էլի խառնում եմ իրան ժողովուրդ։ Լավ, ոչ։
Դավ դեկել մտնենք two bedroom-ը մի հատ ցույց տուր մեզ ու մանրամասն մի հատ ցույց տանք։ Առանց վրազելու։ Մեր ժողովուրդը սիրում են մեզ նայել, մենք է չենք վրազում։ Գնացինք։ Դռներից բռնած արի մի հատ ցույց տանք։ Դռներից բռնած, որ մտնում ես կոդային զամոք, մատնահետքով, կոդով, կարտով, բալանիով, ոնց ուզում ես կարաս բացես, շատ smart զամոք է։ Մտնելուց, ստեղ Սիրուն դարակները պատից ոնց որ պատը լինի, հələ պատկերացրու։ Ոնց որ քարը լինի, հա, քարից սարքած ամեն ինչ դե դիզայները Իտալիայից է, թազա դիզայներ են վերցրել ու մի քիչ լավ կոմ դեպի լավ կոմ փոխվել է իրանց լրիվ դիզայնը։ Մտնում ես որտեղից սկսենք։ Անցնենք զալ, ստե հյուրերի համար զուգարան է, իրանց հլնա ինչ սիրուն բաներ են դնում, ռակվինա ոնց որ իսկական քարը լինի։ Լսի, հենց հիմա էսի սենց ալնելու, թե մարդիկ կարան գույները ընտրեն։ Ստե 3 ձևի դիզայն կա, որը կարաս դու ընտրես։ Հա։ То есть կարաս ընտրես գույները։ Հա, ստե հիմա մեկն է ցույց տված, այսինքն քարով, ոնց որ հիմիկվա ոճով ոնց հիմա մոդա է, հա, սա ճոխ սիրուն սարքած։ Անցանք կուխնյա, մեկ էլ զալ, հայերեն ասած, ժողովուրդ, հələ նայեք ինչ մեծ սիրուն է, ստե։ Այս մեբելի գույնը вообще ինձի բեսամ դզում է։ Իսկ կուխնյանը իր ասենց սիրուն լուսերով, տեխնիկայով, հələ ուշադրություն դարձրեք ինչ սիրուն է, չէ՞։ Տեխնոլոգիչնի ռակվինա է, ես մենակ Instagram եմ տեսել, սա վիդեոները ինչ լավ աշխատում է այս ամեն ինչ։ Ըստ է պլիտա է ալնելու, ոչ թե գազ իրանց պրոյեկտում, հա, ոնց որ։ Ինդուկցիոնի պլիտա է, դուխովկա, միկրովալնովկա, խալադիլնիկ, ամեն ինչ կա։ Դա վե սեղանաթորից կտան ժողովուրդ։ Հա, իհարկե, ես էլ ամեն ինչ լնելու, ստելի խալադիլնիկն է։ Խալադիլնիկը պահած է ջոգում եք, ինչ պահել են պահել։ Ու ինչն է հետաքրքիր, այս սենյակները կարելի, այսինքն բան կա, փագել, հա։ Ես փագում ես, ոնց որ կուխնյան փագում է, այս կողմից էլ։ Հա, կուխնյան առանձնանում, հա, հələ մատ արատենանք, հա։ Ես մի քիչ հերվից նկարեմ, հեսա դավոն թո փագի։ Այսինքն կարելի է առանձնացնել։ Օ, շատ սիրուն է, շատ։ Ինձի շատ դուր եկա։ Հələ փագել որ հոտ էր բան չգա։ Հոտ չգանդե սարքելուց, մեկը ստե նստած ուզում է կինո նայի չխանգարեն։ Էս էլ ամեն ինչ ինչ որ տենում եք, այս սեղանով, այս դիվաններով, կրեսլոներով, տելևիզորով, այսպես սիրուն դիզայներսկի պատերով, լուսերը լնայի, պատալոկը ցույց տուր։ Հələ մի հատ բարձրացնեմ նայեք, ժողովուրդ, պատալոկը ինչ սիրուն է։ Լուստրեն պատալոկը, ու այսպես պատկերացա տունը վեկալես, այնց որ ծով է երևա, էլի։ Այսպես տեսամ, պետք է լինի ու կլինի։ Բալկոնը լինելու է դա։ Բալկոնը լինելու անպայման։ Ամեն բնակարները ունեն իրանց բալկոնը, իրանց ավտոտուն, ավտոտնակ, հա, պարկովիչնի տեղը։ Parking բանգլերը։ Էդի ամեն ինչ մտնում է գնի մեջ, то есть դուք отдельно չեք վճարում դրա համար։ Անցնենք սենյակներն են նայենք։ Անցնենք։ Էսի գլխավոր սենյակը չի, էսի կարելի ասել ձեր երեխեքի համար մի հատ sense սենյակ ալնելու։ Հեսա տամ կամերան դավոյին մի քիչ պատմեմ դες։ Նայեք, սենյակը շատ մեծ չի, շատ փոքր չի, քանի որ այն երկրորդ սենյակը ավելի մեծ ալնելու։ Ըստ է դարակներն է այս կողմից, այսպես դարակներով, հələ մի տարի դա մոտիկից ցույց տուր, ըստ է ոսկի, ժամ, սիրուն պահելու համար արդեն ամեն ինչ մտածված է դարակների մեջ լուսերով։ Ըստ է կրավաթի կողքը սիրուն մեբել է։ Ըստ է ջուր կա արդեն, որ կարանք խմենք, բայց չենք խմի, էլի ուրիշներն են դրել, մոռացել են։ Մենք կգցենք ոչինչ։ Լամպուշկեքով, կրավաթը մի հատ այսպես սիրուն մեծ կրավաթ է, շատ եմ սիրում սենց կրավաթներ, որ իրանք մի քիչ ցածր են ու ոնց ասում են ռուսները, приземлился ты к земле близко, когда ты находишься, շատ լավ ես, էլի քեզ զգում։ Ես просто մի տարի ապրեցի ներքևը, առաջի հարգում Բենգացիում ստե Դուբայ։ Անես կայֆ է, ժողովուրդ, չգիտեմ դուք ոնց, ես սիրում եմ ավելի ցածր տանել, որ ներքևը լի, բարձր հարկեր, հա, մարդ կա սիրող, բայց իմ կարծիքն եմ ասում։ Ոնց է ինձ դուր գալիս, ստել այդ նույն դարակից ոնց որ ընդե, ինքը ոնց որ պատի հետ հավասար, նայ պատերը ու դարակը մի մատերիալից է։ Շատ սիրուն են արել, էլի։ Կոժի նման է դաժե, չէ՞։ Հա, կոժի նման տես բան է, ստեղ էլ հենց է դրա տիպի բան է, լուստրա է, պատալոկները ոնց որ կղզիլն են։ Այս կոմը տելևիզորն է,
ըստ է էլի դարակներ, ինչ որ PlayStation ստե դնեք խաղալու համար, ըստ է ձեր կինը նստի կամ երեխեն դասեր անի, քսվի, մեծ բան է։ Հայլի է դրած, մեկ էլ այդանք ըստ է առանձին բան կա, տուալետ, բաղնիկ, լոգասենյակ, նայեք, մտնում ենք, ըստ է էլի սիրուն սենց ոնց որ բան լինի, կարալից սարքած լվացվելու տեղ, սիրուն ոսկեգույն էս ամեն ինչը, ըստ է դարակներ կա, անպայման, բաներ պահելու համար, տուալետը, մեկ էլ անսիդավ, դռները, նայ սիրունը, ու պատերը, շատ սիրուն պատերը, ու մեծ, նեղ չի, մեծ լողանալու տեղ, տրապիչսկի դուշ կա, ոնց որ ասում են, ու սովորական սենց դուշ, շատ սիրուն է սարքած, ստե սենց բան է դրած, արինա իդա, սենց անց քարած, շամպուն, մամպուն ստե դնես սիրուն, ու պատերը իսկականից քարա։ Գնացինք մեգրո սենյակ։ Այս սենյակից դուրս ես գալի, թեքվում ես դեպի ձախ ու մտնում ես այս մեծ սենյակը։ Ֆուտբոլի դաշտ է, ժողովուրդ, ոչ թե սենյակ, այլ ֆուտբոլի դաշտ, ահա որ մեծ է։ Ըստ էի կրավաթը ոնց որ ավելի մեծ է լինի, պատերը ավելի դիզայներսկի է սարքած, մամայի, պապայի սենյակն է։ Երեխեքին է մի քիչ փոքր լինի, մաման, պապան հիմի փող են տվես, տունը առել են։ Կարան մարդիկ ունեն իրավունք ապրես այս մեծ սենյակում, իհարկե հա։ Ըստ է շկաֆը, ընդ է պատերը սենց սիրուն սարքած, կուզեք էսի կմնա, չէ կուզի կհանեք մի հատ Արարատը կբերեք, ստե ժամ կդնեք, որ Դուբայում մեր Արարատը միշտ լինի։ Ըստ է դաժե ծառ են դրել, նայ։ Այս պատերն էլ, ստե փեդա, ըստ էլ ոնց որ կաշի լինի, հա, տենց ինչ-որ մի բան է։ Короче, ստե տելևիզորա դրած, էլի սենց մեբելոտ, գալիս ես, նույն ձև ոնց որ ընդ է ու հայլի, որ կինը նստի, ձեր քսվի, մսվի։ Ըստ էից էլ զարթնում եք, էլ նայ։ Լստեմ մի հատ նայ։ Պարկում եք, ասենք Դուբայում եք, եկել եք, զարթնում եք ժամը 8-ն է, մի հատ շիշնենք, մի հատ բալկոնից տենանք, ինչ եղանակը, գալիս ես ծովը, ոնց ես լուսամուտները բացում ես, ու ծովը դեմդ այսենց։ Շատ է դզում, չէ։ Անցնենք բաղնիկ տուալետը, ստե շկաֆերը, ստրոյնի, ռուսների ասած ստրոյնի շկաֆի։ Մեծ է, մեծ է։ Շատ մեծ է։ Վերջերը։ Էսի պալետա։ Չէ, քաշի որ իջնի։ Էսի քաշում ենք, հա։ Ինչ կա ջարդեմ։ Չէ, քաշի իջնում է, որ շորը հարմար լինի։ Պրոստը շարուշկեք, մարուշկեք, կախես ստե։ Կախում ես ու բարձրացնում ես վեր։ Որ չթռնես էլ, հելնես վեր, հա։ Շատ են լավ են։ Բարձր է, որովհետև պատալոկներն էլ են շատ բարձր ստեի։ Էսի ինչա, դա վլարի անցնենք ստե։ Բաղնիկ զուգարանը միատիպի է, սիրուն, որ շենց թիթիզ, միթիզ, զիբիլ բաներ չկա, էլի։ Հայլիներն է ինչ շատ դուր գալի, ես շատ եմ սիրում հայլիները, որ սենց մեծ ալնում, չգիտեմ, ինձի դզում է ստել, որ ոնց որ խամամոտ դուշևո էլի, խոսքից է նստես, հոգնած ես, մի օր խմած եկել ես տուն, ուզում ես նստես, ջուրը բացես, վրեդ գա, կայֆավատել ես, շատ սիրուն ես սարքում, էլի դաժը, շատ ճաշակով, հա։ Ինձ դուր է գալի, չգիտեմ, ձեզ ոնց կարակ գրեք կոմենտներում, շատ դուրս գալիս է, դավ սենց բան տեսել էիր։ Նայ պատի վրա արդեն հավաքած, որ ջուրը բացես տաք սառը։ Շատ լավ։ Ոս պատերն է շատ սիրուն։ Գնանք գների մասին պատմենք ձեզ։ Գնացինք։ Դա ոնց որ գիտեմ, ստե մի հատ է սենյակ կա։ Հա մի հատ է սենյակ կա։ Այս սենյակը կոչվում է maid's room, եթե նյանյա ունեք, կամ վարորդ ունեք, բովոր ունեք, ինչ որ կամ պրոստը կարաք դուք ձեր համար էլ օգտագործեք, բալանցանի ոնց որ մի հատ էլ սպալյաննի իր զուգարան բաղնիկով արդեն ստե ինչ ոնց ուզում եք արագ օգտագործեք։ Ինքն էլ իր փոքր դուշ ունի, զուգարանը, բաղնիկ ամեն ինչ կա։ Դա խիչ են ասում, որ այս տունը 3 սենյակ է, 3 հատ սենյակ կա։ Դեսի ոնց որ սենյակ չեն հաշվում։ Իրա դուշևով բանով։ Մեկը, որ պատոան չկա երևի, դրա համար չեն հաշվում որպես սենյակ, բայց ինձ թվում է շատ լավ կարելի է օգտագործել հյուրերի համար կամ երեխեքի համար, կամ կարելի է ստեից Ձեցքի մի հատ սենյակ, էլի մանկական սենյակ, երեխեքի համար, սարքից մարդը փակում է գարդերոբանում, ստե вообще։ Ոնց կուզեն իրանք։ Շատ է դզում ինձ։ Էս ֆելը բաց էս բանը, բրատ։ Ստե մի բան պահած կլեն, հա, ջոգը պահել է։ Լվացքի մեքենան է, իր դարակով, ամեն ինչով ունեցա պահած, որ вообще չես իմանում, որ ինչ որ բան կա, ստե պրոստը հայլի է։ Պրոստը հայլի է, ջոմեք է սիրուն է սարքե, պրոստը հայլի է, բացում ես դուրը, ուստե լվացքի մեքենան։ Գնացինք խոսանք գների մասին, ամենահետաքրքիր պահը։ Դե պատմի գները։ Սենց բնակարանը սկսում է $1 միլիոն չափսերել 100 մետրից։
100 քառակուսի մետրը $1 միլիոն սկսում է։ Կահավորված ամեն ինչով։ Ամեն ինչ, ամեն ինչ, ռեմոնտով, տեխնիկայով, մեբելով, ամեն ինչով ու ավտոյի տեղն էլ, պարկինգն էլ հետը։ Ինչքանն են մուծում, էլի 10%-ը։ Էլի 10%, հետո էլ 1%, 3%, 4%, մինչև 70%, մինչև 28 թիվը։ Այն որ Instagram-ում ժողովուրդ խայպ են անում, $100,000 վсё, այս տունը ձերն է։ Դա առաջի կախավճարն է։ 100%։ Մի bedroom էլ կա, գինը սկսում է $500,000-ից, էլի կահավորված, ասենք խի չէ, որ մի bedroom-ն է շատ թույն տուն է, $500,000-ով ծովի մոտ Դուբայում, ինձ թվում է այսի տարեկան որտակ վարձով, ինչքան դա, մի $70,000 փող կբերի։ Կբերի, հա։ Կբերի, ոչ չբերի, ծովի մոտ հաստատ կբերի, մի հատ կամերան թեքեմ, թեքում են կամերան։ Սենց բնականները 65 քառակուսի մետրից են սկսում, էլի ամեն ինչ կահավորված, կուխնյայով, տեխնիկայով, ամեն ինչով, մեբելով, սեղան, աթոռներով, էլի ոչ մի բան դուք չպետք է առնեք, որ եթե ուզում եք, ստե ապրեք։ Հələ մի հատ արագ ցույց տամ, էլի։ Հա։ Նայեք, ստե կուխնյան, հա, ստե մի քիչ ուրիշ ստիլ է։ Կարող է այս գույների մեջ դաժե սարքեն ձեզ 2 bedroom-ը, եթե կուզենաք։ Հա, 3 ձևի գույն է, ոնց ասես դա, ո՞ն նայեք, ստե սեղան, աթոռը, կուխնյան, կահավորված, սիրուն շատ։ Ստեից անցնում ենք դեպի զալ։ Զալում իր մեբելով, դիվանով, ծառը կա, մանդարինի ծառը, կստացի։ Կատակ եմ անում ժողովուրդ։ Ստե արդեն նայում է ոչ թե ծովին, այլ քաղաքին։ Կարա տենց ձև լինի, ասենք ծովին նայողը դա հաստատ թանկ կլինի, չէ՞։ Հա, դեպի ծով իհարկե ավելի թանկ է միշտ։ Հələ մի հատ փագի ես դռները, ստե տեսեք ինչ սիրուն են դրել, ավելի սև, որ вообще առանձնանա։ Այք փագվում է, всё, դուք առանձնացաք արդեն այս սենյակում։ Տելևիզոր եք նայում, հանգստանում եք։ Լուսամուտները ինձ թվում է բանով է փագվում։ Պուլտով է, չէ՞, երևի փագվում ստե։ Վարագույրները, հա։ Հետո էլ անցնում ենք ննջասենյակ, էլի անպայման ինքը ունի իր առանձին ձուկական բաղնիքը։ Ամեն մի սենյակի ունի։ Հա։ Իր դարակներով, դիվանով, կրավաթով, տելևիզորով, հեռուստացույցով, հայելիով անպայման։ Հələ դարակները ինչ մեծ է։ Հա։ Շատ ույուտնի ստիլնի ճաշակով սենյակ է։ Էս էլ հայելին է դա որ ասեց, նայեք, ստեսես նստում ես։ Մի հատ է սենյակը, այդ էլ նայենք, սկսում է $500,000-ից, $50,000 տվեցիր, այս տունը առնում ես, всё։ Մի հատ էլ ստե սենյակ։ Էս էլ էլի սենց։ Էս էլ էլի mate room-ը, ես դաժե կարակ սենց առնեք, ասեք 2 bedroom-ը։ Բայց mate room ամեն բնականում չկա, դա պետք է արդեն ընտրել։ Mate room-ով ավելի թանկ են բնակարանները։ Ինչքան շուտ ժողովուրդը մեզ դիմեն, կփորձենք իրանց համար գտնել mate room-ով։ Ամենալավ գներով։ Ամենալավ գներով մեր հայերի համար։ Անենց որ ժողովուրդ, եկանք ցույց տվեցինք ոնց է լինելու այս ամեն ինչը, կարակ զանգեք, հեսա մեր համարը դուրս կգա էկրանների մոտ, Դուբայում եք կամ ուզում եք գաք, կբերենք, ցույց կտանք, իրար հետ կընտրենք ձեր ուզած բնակարանը։ Եթե կուզեք պատրաստի տներ ծովի մոտ, էլի ամեն ինչ կա, իսի պրոստը ցույց ենք տալի, շատ լավ վարիանտ ձեր համար, որ ձեր փողերը ճիշտ ներդնեք։ Ոնց որ ասում է Դավիթը անցած վիպուսկում, ոնց է որ հողի մեջ փող դնելը ավելի ճիշտ է, քան թե սարքած։ Պեսոկի մեջ։ Պեսոկի մեջ, հա։ Ժողովուրդ եկել ենք հիմա կենտրոն, մի հատ հաց պտի ուտենք, հələ նայեք Բուրջը ինչ սիրուն է։ Ավտոյի լուկից նայում ենք, այս կենտրոնում ենք հիմա, հա դա։ Այսի downtown-ն է, կենտրոնային բուլվարն է։ Բուլվար։ Սել Բուրջն է գիշերով, հələ նայեք փողոցները։ Տուր ենք եկե այսօր հաց ուտելու, ստե Դուբայում կա Salt Burger, համով բուրգերներ է ու գտնվում է հենց Բուրջ Խալիֆի դիմաց, ֆանտանների դիմաց ու ֆանտանները սկսել են արդեն տեստվի ռեժիմով միացնել, տենան ոնց է աշխատում, բայց ամսի 1-ից, հոկտեմբերի 1-ից սկսում է բացվել իսկական մեծ ֆանտանները, նայեք, հիմա միացած է, հա, բայց ամսի 1-ից սկսում է այն թազա ուժեղ բացումը, էլի։ Ու ինչ ենք վեկալել այսօր մենք ուտելու։ Դավիթը վեկայել է ասենց տրուֆիլով բուրգերներ։
2 հատ է, короче, 2 հատը կլասիչեսկին 40 դիրխամ է, իսկ տրյուֆելովը 56 դիրխամ ոնց որ։ Խմելու վեկայել ենք կոլա, մի հատ արագ հաց ուտենք ու գնանք նոր տեղ, ուզում ենք մի հատ էլ ձեզ այսօր հետաքրքիր բան ցույց տանք, շատ սոված ենք, մտանք արագ հաց ուտելու, սենց սիրուն տեղ է, էլի որ վիդավոյ նստես, նայես ֆոնտաններին, Բուրջ Խալիֆին ու հաց ուտես։ Էսի կլասիչեսկի սա, այսինքն փոչուր բուրգերներ է, բայց շատ համով է։ Ով է եղել Սալցբուրգերում կերե, կոմենտներում գրեք։ Ես մի անգամ եմ կերե, որ ասեմ ահավոր դուրս եկել է, չէ, բայց դե համով է։ Դա այս տեսքերի համար ստե կարելի է գալ նստել, համով հաց ուտել։ Մեկի համար համով, մեկի համար ոչ, բայց դե վատը չի։ Որ սոված ես ելնում, շատ էլ համով է։ Բարյախոժակ բոլորին։ Դավ, ես ոնց որ գիտեմ, դու սիրում ես այս սալտը։ Այո, շատ եմ սիրում, ու միշտ ես նույնից եմ ուտում, տրուֆելին։ Էսի է դուրդ գալի։ Էսի պանիր է, չէ։ Պանիր է ու տրուֆելին սոուսը ու սունկ։ Բարյախոժակ եղբայր։ Ոտով ձեր տնից կարաս հասնես տե, չէ՞, 5-10 րոպե։ Դավիթը ապրում է, այսա մի հատ ցույց տամ ձեր շենքը։ Հենց այս շենքի հետևը։ Ոտով 10 րոպե։ Այս էլ կենտրոնն է, նայեք ինչ է կատարվում։ Տուրիստները լիքը, ման են գալի, կստացի։ Դավ, եղանակը вообще դզվել է, բրատ։ Արդեն լավ է։ Արդեն դուսը հանգիստ կարաս նստես, հաց ուտես, ինչը որ մենք հիմա անում ենք։ Այստեղ հաց ենք ուտում ու ուր ենք գնում։ Էմար։ Ըստե կպած է, օֆիսը։ Շո, բարյախոժակ։ Արի մի հատ էլ սենց կենաց անենք, այն անգամ կոֆեով էինք ասում, այս անգամ կոլայով։ Նայողների կենացը ողջ առողջ ժողովուրդը։ Ժողովուրդ հավեսով հաց կերանք, հիմա քայլելով գնում ենք դեպի MR։ MR-ը ստե կպած է օֆիսը։ MR-ը էդի պետական կառուցապատող է, եթե եղել եք Դուբայում, երևի նկատել եք, որ համարյա ամեն շենքի վրա գրած է MR։ Հենա հետևտել է, դաժե Դուբայ մոլի վրա է գրած MR։ MR-ը, Բուրջ Խալիֆան, իսի ոնց որ ամենաուժեղ, ամենակարևոր կառուցապատողն է ստեղի ու իրանք ընտրում են ամենակենտրոնային լոկացիաները, տեղերը։ Իրանց վստահ կարում ենք առաջարկենք ժողովրդին։ Առանց խուսափելու։ Դե գնանք տենանք հələ ինչ են առաջարկում, ինչ գները։ Իրանց մոտ вообще գները բարձր է։ Նորմալ է։ Կստати, այնքան է բարձր չի, պրոստը իրանց տեղերն է լավ։ Գները միջին կարգ է, կարանք տենց ասենք։ Համեմատած այդ տեղերի, որտեղ իրանք սարքում են, գները լավն են։ Շո, գնացինք։ Հիմա էլ մենք եկանք MR-ի օֆիսը, էսի downtown-ի մակետն է, բոլոր շենքերը որ տենում եք, սարքել է MR-ը։ Բուրջ Խալիֆայից սկսած, Դուբայ մոլը, այս ամենակենտրոնային տեղն է, Դուբայի ամենակենտրոնն է ու այս ամեն ինչ սարքել է MR-ը։ Ստե հիմա էլ տեղ չկա սարքելու, ոչ մի թազա պրոյեկտ չկա, բայց իրանք ունեն էլի 2 հատ ընտիր տեղ, 2 հատ սպալնի ռայոն է, շատ հարմար ապրելու համար, ընտանիքով, երեխեքի հետ ու շատ մեծ պրոս ունի այդ ռայոնները։ Այնտեղ հիմա լիքը թազա պրոյեկտներ են ամիսը մեկ հելնում, եկեք ցույց տամ, որ պատկերացում կազմեք ոնց ալնելու ու որտեղ։ Հիմա մենք Դուբայ Hills-ի մակետի մոտ ենք, էսի արդեն համարյա 100%-ով կառավարված ռայոն է, իր մոլով, Դուբայ Hills մոլով, էսի ամենամեծ Դուբայի պարկն է, շատ կանանչ սիրուն հավես տեղ է, իր պլաշատկերով ամեն ինչով։ Այս ռայոնի այս կես մասը պատրաստ արդեն, այս մի մասն էլ վերջացնում են այս տարի ու մյուս տարի։ Ու հիմա իրանք սարքում են ու վաճառում են այս մասը ու դաշը հետո գնալու են ձախ դեպի այս ռայոնը ահագին երկարանալու է մինչև համարյա Business Bay։ Ստեյս Business Bay downtown շատ արագ հավաքվում է 15 րոպե, ամեն մինչև ծովա 15 րոպե շատ հարմար տեղ է գտնվում։ Լավ, այսի կենտրոնից ինչքան հեռավորություն է Դուբայ Hills-ը, 15 րոպե։ 15 րոպե կենտրոնա, 15 րոպե ծով, 15 րոպե մարինա։ Մեջտեղն է։ Մեջտեղն է գտնվում։ Ու ինչ լավ դպրոց կա, ստեղել, ընդեղել ու հիվանդանոց կա, ամեն ինչ կա։ Հետևն էլ վիլաներ են, սաղ վիլաներ են, բայց ընդ թազա
պրոյեկտներ հələ որ չկա, որովհետև արդեն սա պատրաստ է։ Հիմա մի հատ բան ասեմ, կասես իմ հետ համաձայնես, թե չէ, այս տեղը, ասենք, երեխեքի հետ ապրելու համար ընտիր շատ մի հատ սիրուն պարկ է։ Այդ պարկը որտե՞ղ է, հələ մի հատ մակետով ցույց տանք։ Ահա որ սիրուն պարկ է, ժողովուրդ։ Հա, իրար հետ եղել ենք։ Իրար հետ եղել ենք, նկարել ենք դաժե, ինչքան հիշում եմ, չէ։ Նկարել ենք, առանք հետո ցույց տանք, շատ լավ, հարմար, սիրուն տեղ է ու one bedroom բնակարանը սկսում է $500,000-ից մոտավորապես 75 քառակուսի մետր։ 75 քառակուսի մետր $500,000։ Հա, Հիմա կարանք ցույց տանք այդ շենքերից ինչ-որ մեկը, մակետ կա, որը ծախում են։ Հա, հեսա։ Գնացինք նայելու, ժողովուրդ, նայեք։ Հələ տենանք որն է առաջարկում դավոն։ Այս շենքերն են սարքում, այս երկուսը ու այս չորսը։ Իրանց պարկով, ադելնի պարկա, ֆուտբոլի դաշտով, падал տենիսի դաշտով, բասեյներով։ Ու մի հատ մոտիկացնեմ, նայեք ինչքան ծառ են ստե տնգե։ Շատ սիրուն շենքեր են սարքում։ Իրոքից էսի լավ պրոյեկտներ է, ամեն մի բան ձեզ չենք ցույց տալի, ուզում ենք ցույց տանք ամենալավ բաները, էլի, որ ձեզ լավ լինի։ Դուք գոհ շնորհակալ գնաք մեզանից ու հետ գաք էլի մեր մոտ։ Ու ամեն շենքը ունի իր բասեյնը, լողավազանը, իր տենիսի կորտերը, падал կորտերը, ֆիթնեսը, ամեն ինչ, ամեն շենքում կա։ Ըստ առնելու պայմանները, դա։ Ըստ առնելու պայմանները 20% առաջի նախավճարն է, նախավճար հետո էլ իրանք սարքում են 4 տարի։ 4 տարի։ 4 տարի, հա, ու եթե նայես այդ ռասոճկը ունենցա ստացվում, որ դու եթե 20%-ը մուծում ես, ինձ որ ստացվում է տարեկան 20% պետք է մուծես, 10% տարվա սկիզբը, 10% տարվա վերջը։ Շատ հարմար է, իրանց ռասոճկինը 80-ը 20-ի վրա է, то есть 80%-ը մուծվում է այդ 4 տարվա մեջ, 20%-ը վերջում երբ որ արդեն բալանները դնում են ձեռները։ Հասկացա, ստուդիո տարբերակներ կա՞ ստե։ Ստուդիո չկա, չէ։ Մենակ one bedroom-ը։ Մարը вообще ստուդիո չի սարքում, one bedroom, 2 bedroom, 3 bedroom, ու всё։ Մտածեք, գրեք մեզ, զանգեք, համարը կա WhatsApp, прямо ոնց կուզեք զանգեք, եկեք Դուբայ դիմավորեք կամ էլ on-line հեշտ ու հանգիստ ամեն ինչ անեք։ On-line вообще խնդիր չի, հաշիվները տալիս ենք, բանկով մուծում եք ու всё։ Ամեն ինչը on-line ստորագրում եք, բոլոր դոկումենտները գալիս են ձեր էլեկտրոնիկ պոչտային ու всё, ոչ մի խնդիր չկա դրա մեջ։ Ինչ անենք, գնանք տուն հանգստանանք, վաղը գնում ենք ուր։ Ռասել Խայմա։ Ռասել Խայմա, տենանք կազինոյի մոտ ինչ վարիանտներ կա տուն առնելու։ Էդ էլ է շատ ուժեղ բան։ Վարիանտներ կա, վաղը ցույց կտամ։ Ժողովուրդ ջան, բոլորին բարի լույս։ Երեկվա օրը անցավ, սկսում ենք թազա օր։ Հիմա ես գտնվում եմ JVC ռայոնում, ստեղ օրավարձով տուն եմ վերցել ու ստեղ հələ բնակվում եմ օրավարձով։ Խի, քանի որ իմ ընտանիքը հիմա Ռուսաստանում է, Կրասնոդար քաղաքում է ու շուտով մի քանի օրից արդեն երկրորդ բալիկս է ծնվելու, տղա է ծնվելու ու սաղին երբ որ արդեն կարանամ ընդեղից բերենք, երբ որ բժիշկները ասեն, всё, երեխեն արդեն սաղ նորմալ է, կարակ թռնեք, այդ վաղտ արդեն ուզում եմ երկարաժամկետով վերցնեմ բնակարան, որ սաղը ստեղ ապրենք, սաղ ընտանիքից բերելու եմ ստե, ստեղ տուն առել ենք, բայց մեր տունը Դուբայ Լենդում ալնելու, կստացի ռայոն Դուբայ Լենդը, ընդ եմ վերցրել տուն, տները տալու են ընդ 2027 թվին, մեր տունը 27 թվին են տալու, հələ 2 տարուց մի քիչ ավել պետք է սպասենք։ Ու հիմա այստեղ բնակվում եմ օրավարձով, օրը $100 է, եկեք ցույց տամ ձեզ օրը $100-ով ինչ տուն եմ վերցրել։ Մի հատ նայենք իրար հետ, նայեք, այստեղ զալ է, ասենց իր սեղանով, դիվանով, ստե աթոռ սեղանը, որ ստե նստես հաց ուտես, ստե իմ կոմպն է դրած, ստե ես գործեր եմ անում մոնտաժմա, ստե հայլի է, սիրուն ծառ է, այսպես մի հատ սենյակ է, ստեից նայեք ժողովուրդ, այս ռայոնը շատ ուժեղ սկսում են սարքել, էսի JVC ռայոնն է, էսի ամենաուժեղ շենքերից մեկն է, այս այն կողմից ցույց կտամ։ Ըստ է բալկոնում սեղանաթոռը, ըստ է ռեմոնտ այդում մի 3-4 տարուց այս ռայոնը ահա որ հզոր ռայոն ալնելու JVC։ Էսի ըստ է տելևիզոր ունեմ, իր տմբուշկեքով ամեն ինչով էլի ծառը ու ըստ է կուխնյանը, նայեք, այսինքն կուխնյա է, իր ոնց ասած առանձնացրած աստրավկով, ըստ է ջուր են տալի, չայ մայ ամեն ինչ տալիս են, այսինքն ոնց ասեմ, շատ մեծ չի, բայց դե հարմարոտ կուխնյա է, էլի, ասենք, ամեն ինչ կա, սարքելու համար, գազա, մազա, դուխովկա, ամեն ինչ կա, կոֆեի ապարատ, ամեն ինչ կա։ Ու մի հատ անցնենք այս կողմով սենյակները ձեզ ցույց տամ, նայեք, էսի առաջի սենյակն է, ես ըստե չեմ քնում, էսի պրոստը սենց
Վեկայել եմ, չգիտեմ, խեն, sense մեծ վեկալ եմ, մեծը ոնց որ մի քիչ ավելի էժան էր, քան թե փուչուր ասի մեծը վեկալ եմ։ Նայեք, sense մտնում ես սենյակ, մի հատ ինչ մեծ շկաֆ է դրած, ահա որ մեծ շկաֆ է, որ ընտանիքով ստե ապրեք, սաղիթ կհերիք էլի, տեղ էլի ծառը անպայման կա, դումբշկեքը, կրավատը, ու ստե հայլի կա, մի հատ սիրուն սես դիզայներսկի հայլի է, բոլորի բարևներ հայեր ջան։ Աստե սենյակը ունի իր առանձին բաղնիկ տուալետը, մի հատ մտնենք նայենք ինչ սիրուն է, ընդ դաժե լուսամուտքը կարաք բացեք։ Ֆենը, սրբիչները, շամպուն, ամեն ինչ ստե տալիս են։ Այսինքն սենյակը, որ արդեն մարդը զարթնի, իր գոնե ուզենա մտնի Ստե իր գործեր անի, էլ չէ թա էլի, ընդ կա մի հատ տուալետ, կստացի մոռացա ձեզ ցույց տամ, եկեք անցնենք ցույց տամ, ըստեղից մուտք եք անում տուն ու հենց աչի վրա հյուրերի համար, ասենք, բանը, տուալետ է էլի, ամեն ինչ շատ հարմար, սիրուն սարքած է։ Այդ հակ իմ սենյակը ցույց տամ, որտեղ ես քնում եմ, որ շատ լավ տուն է, GVC ռայոնը դուրս գալիս է, ինքը տես թանկ ռայոն չի, Այս վարձով ապրելու համար հիմա ամենալավն է։ Ուստի ասենք տուն ունենաք, հետագայում էսի բոմ ռայոն անել, հեսա բալկոնից դուրս կտամ, կներեք, որ sense մի քիչ բան է, թափածա, ստեմ քնե այսօր, այստեղ էլ շկաֆ կա, իր տումբշկեքով, ամեն ինչով, ամեն սենյակում կոնդիցիոները անպայման կա, էլի sense սիրուն հայլի է, ու այս սենյակն էլ անպայման ունի բալկոն ու իր վաննա տուալետը անպայման կա։ Մի հատ հելնենք բալկոն ձեզ ցույց տամ, անպայման, հենց սպասեք, այսի sense բացում ենք, հելնում ենք բալկոն։ Էլի սեղանաթոռը, որ նստեք հանգստանաք, իր գունը վայելեք։ Էս էլ ամենաուժեղ շենքերից մեկն է GVC-ի, ժողովուրդ բենգացին է սարքել, նայեք, ամեն հարգում իր բասեինը, իր բալկոնում էլի, որ մարդիկ ասենք ուզենան լողանան բալկոնում, լողան նայեք ինչ սիրուն շենք է, sense էս իրանց հայատնն է, դե բասեին, բան, ստեղ բասկետբոլի պլաժ շատ կա, падել Այս էլ sense JVC ռայոնն է։ Սիրուն ռայոն ալնելու անպայման 100% կասկած չկա մի 4-5 տարի հետո պրոստեյսի դառնալու է, որ ասում են ռուսները շիկի բլեսկ։ Ու sense տունը օրավարձով booking-ով որ վերցնեք $100 օրը։ Թանկը թե էժանա կարա գրեք կոմենտներում անպայման կկարդամ Հիմիկվա դրությամբ ինձ հարմար է, sense տուն, որ ուժեղ Wi-Fi ելնի, գործերս կարողանամ անեմ, արագ ինձ պետքա ֆայլեր ուղարկեմ, ստանամ, գնում ենք Դավիթի հետևից իրար հետ ու գնում ենք ուր անպայման Ռասել Խայմա։ Ժողովուրդ, հա, մի հատ էլ մոռացա ձեզ ասեմ, ձեզ խորհրդի կարգով, եթե մեծ ընտանիքով եք գալի, երեխեքի հետ շատ հարմար է, էլի։ Ըստ է դաժե խոսքի կուխնյա, որ ամեն ինչ կա, ըստեից էլ Մարինա այդ հալը տաքսով 15 րոպեում կհասնեք, կենտրոնել ինչ, մի 20 րոպե մաքսիմում, էլի։ Այնպես որ խորհուրդ կտամ, էլի, եթե ընտանիքով եք, sense տուն վերցնեք, 2 bedroom, իր զալով ամեն ինչով կուխնյայով, խանութները ստե լավ կա, ուժեղ բան, Circle Mall կան, դե շատ սիրուն խանութներ կա, իր ուտելիքներով, այն համով մսերով բան, որ ուզենաք տունը սարքեք, խնդիր չկա, էլի։ Այսի իմ կողմից ձեզ խորհուրդ, եթե կուզենաք, արդենք մարդիկ կան, որ իրաց հարմարա տուն ու սիրում են իրանք սարքել, երեխեքի համար, բան։ Մարդիկ կան ուզում են հյուրանոց, խնդիր չկա, ժողովուրդ, բայց էսի պրոստը խորհրդի կարգով, ով որ սիրում է տուն, խորհուրդ կտամ, այսպես տուն վեկալեք, էսի բանա Stella Stays, տենց է կոչվում, booking-ում գրեք նայեք։ Գները շատ հարմար է պրոստը, իրոքից հարմար է։ Տնից դուրս եկա, գնում եմ պարկինգ ավտոյիս մոտ, մի հատ ձեզնից հարց ունեմ։ Էսի Mustang է, ասում են, էս պուլտով խոդվում է։ Ինչ որ կնոպկա կա, սխում ես ինքը խոդվում է։ Ու որ սառացվի էլի, մինչև դու գաս նստես, հələ մի հատ գրեք, ով գիտի ոնց է խոդվում։ Էսի ամենաթազա կուզովը չի, բայց ամենահինն էլ չի։ Այսպես Mustang եմ վեկալել վարձով, ով նայել է առաջի վիդեոն գիտի։ Այս էլ ագնոսներն են, որ ման էի գալի չգտա, բայց առա, հեսա նստեմ ավտոն պատմեմ։ Էսի են ագնոսներն են առաջի վիդեոյի մեջ, որ ման էի գալի, Ray-Ban Meta-ը, որ նկարեմ, ուզում եմ Instagram-ն է զարգացնեմ, հեսա Instagram-ը դուս կգա, տեսեք, եթե կուզեք, մտեք, գրանցվեք մեր էջին, գրեք մեզ, ուզում ենք Instagram-ն է զարգացնենք, այս ագնոսներով շատ հարմար կլինի նկարելը, ու ինչն է իման գալի, որ չլինի մենակ սպիտակ կամ էլ մուգ։ Կուզեմ, որ ինքը սենց մութ տեղ լինի սպիտակ, ասենք ավտոյի մեջ նստած եմ, հարմար է, որ ինքը սպիտակ լինի, չէ, մութ չլինի։ Ու երբ որ հելնեմ արևին, ինքը սևանա։ Սենց ասած խամիլոն վարիանտ է, առա 1700 դրխամ, շատ լավ գինը ու գտա իմ ուզածը, նայեք, էսի կենտրոնում եմ, էսա հասնեմ Դավոյի մոտ կմիանամ ձեզ, այս անգամ ուրիշ ճամփով ինձ բերեց այս նավիգատորը, ստե քշում ենք կամ Google նավիգատորով կամ
Yandex նավիգատորով, երկուսն էլ աշխատում է շատ լավ։ Այից առավել քեզ ընկեր չկա, էլ ինչ ես անհույս թափարում ասա, այից առավել քեզ Հասա ժողովուրդ Դավոստուն, իջնենք տենանք ուրա մեր Դավոն, այն անգամ էլ է եկես, թե այս անգամ էլ, էսի դառնում է որպես տրադիցիա։ Նայեք, էսի իմ ավտոն է, ժողովուրդ, Mustang-ս է, էսի Mustang-ս է, կողքը մի հատ կարմիր Ferrari է կայնած, էս ինչ Ferrari է, էսի թազա ոնց որ սս Ferrari է շատ սիրուն, այս էլ հələ ինչ գելիկ է, հայերի դուրը կգա սենց ասած, էս էլ Դավոն, Դավ, պրիվետ, աղբեր ես, պրիվետ, Դավ, դվոնց, Դավ, էս ինչ սիրուն աստ է, Դավ, վրստ է, տարբեր գույներով, ասում հայերի դուրը բրաբուսը կգա, չէ շատ, ինչ, Դավ, էթանք Ռասել Խայմ, գնացինք, ժամանակ չկոսնենք, նավթով են գնանք, շոխ, գնացինք, որոշեցինք Դավիթի ավտոյով գնանք, շոտակի թազա BMW-ն ավելին բան է վստահելի, ագնոսները սևացավ, տեսեք, հանեց արևի տակ սևանում է, Դավ ինչքան աստեից Ռասել Խայմ գնալը, մի ժամ 10 րոպե, հա շատ լավ է, բայց խի գիտեի 2 ժամ, մի ժամ 10 րոպե ընտիր է, մուզիկան միացավ, Էդ իմ հեռախոսի երգն է, շատ լավ, այնց հարմար է դաժե որ հիմա ռոլին գնում էի, զանգում են, պատասխանում ես ու պետք չի հեռախոսը պահես, կայֆ, դզես, շատ լավ բան է, Ray-Ban Meta, էս էլ Tom Ford է, ուժեղ հələ պատմի ես ագնոսների մասին, էս ինչ անում դա։ Էսի ֆոտոխրոմ լինզաներ է, ու համ շատ սիրուն է ցույց տալի, համ էլ որ արևը բան լավ պահում է։ Սենց ասեմ, այն բաները որ մարդկային աշկը չի տենում, այս ագնոսներով տենում եք։ Էսի էլ է Դավոն շուտվանից արես, համ սիրուն, համ էլ սիրուն է։ Շո գնացինք։ Ստե էլ ժողովուրդ արդեն Դուբայում էլ չինական ավտոներ կան։ Մինչև գնանք Ռասել Խայմ, մի հատ մտել ենք իրանց օֆիսը, արագ տայնանք ինչ ձև են սարքում, մի հատ գժվենք ու գնանք տեղն է տենանք ծովի մոտ, գնացինք մի հատ ցույց տանք արագի մեջ ու հետո արդեն հասնենք Ռասել Խայմ։ Եկել ենք կառուցապատողի օֆիսի մոտ, եկեք ձեզ ցույց տամ մակետը, սկզբից մի հատ քարտեզի վրա, էսի Ալ-Մարջան պոլոոստրովն է։ Մեր պրոյեկտը այստեղ է գտնվում, ստեղ էլ սարքում են կազինոն, Wynn կազինոն է Լաս Վեգասից, էսի դառնալու մի հատ ունիկալ տեղ, որովհետև Բլիժնի Վոստոկում սենց вообще կազինո չկա, առաջի կազինոն ալնելու այս կողմերում ու արաբսկի Լաս Վեգաս է դառնալու։ Արի մակետն էլ ցույց տամ, երկու հատ մեծ պլոտ է, բնականներ կան իրանց բասեյնով, վերևը բասեյն կա, պլաժից, ստեից պլաժ մի րոպեա ոտքով, լիքը հարմարություններ կա, սպորտ զալ, խամամ, սաունա, բասեյն, ռեստորան, կաֆե, ամեն ինչ կա է շենքի մեջ ու բնականներն է, համ ստուդիո կա, համ մի սենյականոց, համ երկու սենյականոց, շատ հարմար ռաստրոյչկա, 50-50-ի վրա, то есть 50%-ը մուծում ենք մինչև 28 թիվը, մինչև բալաները ստանալը վերջ 50%-ը վճարում ենք, երբ որ բալաները դնում են մեր ձեռը։ Համեցեք, ցույց տամ։ Դաժե նկատիր, էլի էլեկտրոնային զամոկ, մատնահետքով, բալանիով, կոդով, ամեն ինչով մտնում ես միանգամից հյուրերի զուգարան բաղնիքն է, ուշադրություն դարձրու ինչ ստիլնի ձևասարքած ամեն ինչ, այս բոլոր մեբելը դիզայներսկի է, դիզայներսկի շատ թանկանոց, լավ որակի, ամեն ինչ նատուրալին քարեր ամենտեղ, այս բաղնիքը այս ամեն ինչն էլ է շատ որակյալ, արի դա չգնանք, շատ չնկարենք զուգարան բաղնիքը, հետո գաստինին է, իրա կուխնյայով ամեն ինչ մեջը կա արդեն, ինդուկցիոնի պլիտեն, դուխովկա, посудомоечная машина, холодильник, ամեն ինչ մեջը մտնում է, այս կղզին իրա նատուրալնի քարով, այս ռակվին անելը ամեն ինչ թանկանոց մատերիալներ, ասեմ սեղան, էսի նատուրալնի փեդա, ուշադրություն դարձրու ինչքան դիզայներսկի սիրուն բաներ կա, այս ամեն ինչ մտնում է բնակարանի մեջ։ Երկու ձևի դիվան է կարելի ընտրել, բացողի, որ բացվում փակվում է, ու այսենց, այս սեղանը էլի բնական քար է, շատ ծանր սեղան է։ Տելևիզորն էլ է մտնում գնի մեջ, այս ամեն բոլոր պատերը, մատերը, ամեն ինչ ոնց տենում ես, տենց էլ լինելու է։ Սա մի հատ դուռը ցույց տամ, դաժե դուռը նայի, դիզայներսկի ռուչկա բան չկա, այսինքն սխում ես, բացվում է։ Ստեղից մտնում ենք սպալյա, սպալյան էլ շատ
Уютный սիրուն սպալնյա, էլի սաղ պատերը սենց պանելներով սիրուն, հեռուստացույցով, դարակներով, իր սիրուն դիվանը, կամոդներով ամեն ինչով այս լուսերը, այս պատվերքեքը որ տենում ես ամեն ինչ կա, ստե գարդերոբնիա, դաժը լուսերով ու այս ռուչկեքն են, դաժը կոժից, սիրո կոժա է, շատ սիրուն Շաշակով ռեմոնտա, ուստեից էլ կամ մի հատ էլ զուգարան բաղնիկ, արդեն տանտիրոջնա։ Այս էլ master bedroom-ի զուգարան բաղնիկն է, այսինքն էլի ավելի մեծ դուշևոյով, էլի ստե բնական քարով, մեբելով, դարակներով, ամեն ինչ սիրուն, շատ որակյալ։ Ինձ թվում է սրանից սիրուն դիզայն ես էլ չեմ տեսել, որ սենց տակածենեկներով սիրուն ու որակյալ մեբելով պատրաստել են։ Լավ ջան, հələ մի հատ հել բալկոն։ Այնտե ինձի շատ է դուր գալի։ Էս էլ բալկոնն է, ես արդեն ընդ ասեցի, որ կան բնակարաններ, որտեղ կա իր սեփական բասեյնը բալկոնում, կարելի է սենց բասեյնով էլ առնել, դեպի ծով նայող ու վայելել այս կյանքը։ Даже սենց մեբել առնելու բալկոնում դրած, փափուկ մեբել, որ կանաք դուրս նստեք, չայ կոֆե խմեք։ Ռասել Խայմ գնալուց առաջ սոված չեմ ուզում գնամ, դե մենակ եմ ապրում, տունը մինչև սարքեմ, շատ երկար կլինի, մտանք մի հատ արագ հաց ուտեմ, Դավիթը տունը կերել է, բա ոնց, կնոջ չէ դա, 40 ձիրխամ սենց ավոկադո տոստա, իրա սալաթով, ուտեմ ու գնացինք, բարի ախորժակ բոլորին, ով նայում է, ով հաց է ուտում, սաղիտ բարի ախորժակ ժողովուրդ ջան։ Շատ է համով է։ Դժվար։ Ժողովուրդ հասնում ենք հեսա տեղը, հələ նայեք ինչ ենք տեսել Դավոյի հետ։ Ուխտերը, պատկերացնում եք, ուխտերը անապատում։ Երևում է։ Հա, մոտիկ ասել եմ, ցույց եմ տալի մարդկանց, էսի պրոստը նկարում եմ, որ զարմացած կայինը նայում ենք, էլի, տեսեք անապատն է ստե, ու մենք գնում ենք հիմա ծովի մոտ։ Տեսեք, այս ուխտերը ուր են հելե։ Դավո, հաց չունենք ուտացնենք մի հատ։ Ջուր է ուզում ինձ թվում ավելի շատ։ Արի ջուր տամ, արի։ Արի Դավոն ջուր է տալի։ Ստե մի հատ էլ կար ոնց որ դա, այնա հաց են տալի ուտի։ Him please. Thank you. Ուզում ես կերցնես դա։ Լիչս հա, դավայ։ Հələ կեր ապեր։ Ապրի բալեն։ Молодец։ Լավն է, չէ։ Հենել եկա։ Էս էլ եկա։ Yes։ Էս էլ եկա։ Հələ մի հատ իշնենք դավ, թե վախում ես։ Չեմ վախում։ Ես վախում եմ։ Սպասի։ Լավ արի ավտոյից կերս։ Դա, դավայ։ Էս էլ երկրորդ օրը հալստե ինչ է կատարվում։ Ժողովուրդ, էս ինչ են անում։ Ան։ Բարի ախորժակ բոլորին։ Ժողովուրդ ջան, մտնում ենք Ռասել Խայմա, հələ տեսեք ինչ սիրուն փողոցներ է ստե սարքած, արդեն լիքը պալմաներ ու ճանապարհները շատ սիրուն են սարքե։ Հիմա մենք որպես դա բանն է, չէ՞։ Վխոտ, սենց ասած, մուտք դեպի Ռասել Խայմ։ Հա, սոստեից։ Շատ սիրուն է։ Արդեն կա, հա, հյուրանոցներ, հա, արդեն կա։ Շենքերը կա, այս մի քիչ հինոտ է։ Հեսա կգնանք դեպի կազինոն, հենա երևում է։ Գնացինք, պրոստը սենց ասեցի նկարեմ, որ շատերիդ կհետաքրքրի Ռասել Խայմը ոնց են մտնում, նայեք, մտել ենք արդեն այնա ծովն էլ է արդեն երևում։ Ու ծովը ստեի ավելի կապուտ է, զգացի։ Հա, շատ սիրուն է։ Ես դաժե Դավոյին ասում, դա վեսի կողա բանա Ինդիիսկի օկեանն, ասում չէ։ Էս այսանք երևի հյուրանոցներ են, չէ։ Հա։ Սերիքսն է։ Էսի Ռիքսն է, հələ կայնի ցույց տամ ժողովրդին, ժողովուրդ ջան, նայեք, էսի Ռիքսն է։ Ուստել ժիլոյ տները կա ասում։ Էս էլ նաբերեժնին է, ծովն է այն կողմը, պրոստը արևը խփում է կամերային, տենց չի երևում։ Հələ տեսեք ինչ սիրուն է։ Կանաչը շատ, պալմաները կա։ Էսա Ռիքսս Բաբ Ալբար։ Նայեք, էսի կազինոն է։ Էսի շատ ռեդկի կադրեր է, որ ոչ միտեղ կարող է չտենաք։ Մենակ մեր մոտ, քանի որ մտանք, զորով մտանք ստե, որ ձեր համար նկարեմ։ Այս էլ շինարարություն է այդում ստե, ահա որ։ Չէ դա, ճիշտ եմ ասում։
ու մենք նկարում ենք մեր վրա ենք վեկալում պատասխանատվությունը ինչ լինի, մեր հետ լինի, բայց դուք պետք է տենաք ժողովուրդ։ Ահա որ նայեք ինչ ստրոյկա է այդում, իրոք ստե փագեր, մենք մտանք, ու նկարում ենք։ Ինձ թվում է սա նորմալ կլինի։ Աստված մեր հետ ցույց տվեցի մոտիկից, հիմա ստե կկայնենք ու մի հատ նորից կնկարենք, ավելի մանրամասն ձեզ ցույց կտանք։ Ավտոն կայնը 5 փողոցում, հիմա անցնում ենք, ոտով եթանք մի քիչ նկարենք։ Ինձ թվում է դա կարող է մեզի հեսա բռնեն, բայց դե պետք է նկարենք։ Կփախնենք, գնացինք։ Դա հələ պատմի, արագ պատմիկ։ Քանի մեր ապագա առաջի կազինոնա, այս Բլիժնի Վոստոկի։ Այսի, չէ։ Հա, այս շենքն է, արդեն սաղ պատրաստած, շուշեկն են դնում, 2 տարուց կամ 1.5 տարուց կվերջացնեն, ուստի լրիվ ամեն ինչ փոխվել է, լրիվ թազա կենտրոնն ալնելու այս երկրի ու շինարարությունները ոնց նայում են կռուգով ժողովուրդ նայեք ստե սաղ տեղերը սարքելու են ու հիմա ով առավ տենում եք այս պեսոկը մի քանի տարուց ստելնելու է մի հատ Լաս Վեգաս ահա որ ստե երկրորդ Լաս Վեգասն անելու ու սաղ աշխարհից մարդիկ գալու են իմենը ստե որովհետև անալիք չկա սրան ծովը լողանալու մարինաներ ալնելու յախտեքով մախտեքով ֆրակ հլնդե նայեք շինարարության քանակը էլի մի հատ Պրոստա ստե իրոք մենք հենց հիմա մտանք, որ այս կողմից մի հատ ցույց տանք, այսի ամենամոտիկ տեղն է, որտեղ կարակ նկարենք մենք։ Հա։ Էլի դա չեն թողում։ Դա հələ մի հատ արի գները ասենք այդ պրոյեկտի, որը մենք նայեցինք։ Նայեք, ստուդիաները հիմա $350,000 է սկսում, մի սենյականոցները համարյա 80 մետր քառակուսի մեբելով, ամեն ինչով, տեխնիկայով $500,000 ու մենք կարում ենք ասենք, որ էսի շատ թույն գներ է, քանի որ ոնց որ Դավոն ասեց, էսի 22-23 թվի գներն է, հենց իմաստ է ժողովուրդ, ինքը բարձանալու է ու շատ լավ փող կարակ աշխատեք, վարձով տալուց կամ ծախելուց, երբ որ բալանիներ ելնի ու այս ամեն ինչը միած թե դառնա գժանոց Լաս Վեգաս։ Հիմա այդ պրոյեկտի գները 20-25% ավելի էժան են, քան թե մնացած պրոյեկտների։ Փաստորեն, եթե դուք հիմա մտնում եք այս պրոյեկտի մեջ, դուք արդեն 20-25% փող աշխատում եք միանգամից։ Շատ լավ է։ Հələ մի հատ ժողովուրդ, քելեք մի քիչ էլ փորձեմ բարձանամ վերև, այս քարի վերով, նայեք ինչ մաքուր է ստեի ջրերը։ Սս պլպլան, այս սիստեից մի հատ նայեք այս ռայոնները, որտեղ սարքում են շինարարությունը շատ ուժեղ եթում է, այս էլ կազինոն, ստե կանալն է, այն կողմից էլ է կանալը, սաղ տեղերը սարքում են։ Ով կուզի ստե տուն առնի, զանգ եք գրեք, կօգնենք ժողովուրդ, կօգնենք, կգբերենք ստել, կուզեք ստել, կգանք ձեր աշկերով ամեն ինչը կտենակ։ Հենց որ զանգ եք գրեք, կօգնենք, կգաք ստե կառնեք։ Լավ, լսիլ է, էսի կազինոն է, հասկացանք, բայց այդ շենքը, որ մենք ցույց տվեցինք, էդի որտե է։ Հեսա կգնանք ցույց կտանք, ստեղից 3 րոպե է մինչև այդ շենքը։ В общем, կարելի ասել կազինոից 5 րոպե, չէ։ Հա։ Եթե կարողանանք մոտենանք հենց իմեն այդ տեղը, որտեղ շենքը սարքելու են, մոտենանք, եթե չէ մի քիչ հեռվից ցույց կտանք։ Չեք պատկերացնում ինչ դժվար է, քանի որ չեն թողում նկարես, դե տենց է հիմա։ Մենք էլ նկարում ենք, ռիսկերը վեկալում ենք մեր վրա, որ տենակ ձեր աշկերով, էլի գոնե մի քիչ հասկանաք ինչ գժանոց բան է։ Ով կգաստե արդեն հա իրար հետ կգանք, սաղ ձեզ ցույց կտանք, նայեք ինչ ստրոյկա է այդում, շինարարություն հայերեն ասած։ Գնացինք մի քիչ մոտիկից տենանք այդ շենքը։ Դե հələ մի հատ նայեք ստե, եկանք կանգնացրեցինք ավտոն ու տենանք այդ շենքը հələ որտե է։ Այսինքն լրիվ լայվ ասած կոնտենտ, ուղիղ եթերով նկարած, առանց ոչ մի մոնտաժի։ Էսի ծովն է, նայեք։ Էս էլ այդ շենքն է, արդեն սարքում են, դավո։ Սկսել են սարքել։ Հա, եկեք անցնենք այս կողմ ավտոյի ձենը գալիս է, նայեք ինչ ճանապարհներ է։ Սիրուն սարքած, պալմեքը արդեն կա, ու կեղտ չկա, դա։ Հələ պատկերացնում ես մաքուր, նոր են սկսել սարքել ու այսպես մաքուր փողոցներ է։ Էսի մեր պրոյեկտն է ժողովուրդ, այստեղ է սարքվելու այդ տունը ով կուզի առնի, այսպես լավ գներով։ Նա ինչ մոտիկ է կազինոին հենա երևում աստեղից։ Կազինոն ստեից երևում է հենա, հա։ Դա հələ արի եթանք, արի մի քիչ մանգան քայլենք։ Հիմի կարող մարդիկ ուզում են տենա նստել հյուրանոց կա ձեր շենքի դեմը, նայեք, էսի հյուրանոց է, այս ծովն է, էս էլ այդ շենքն է, որը մենք ձեզ ցույց տվեցինք ոնց են սարքելու։ Հիշում եք, չէ՞, բասեինները բալկոնում, ռեմոնտ ինչ սիրուն սարքած։ Հələ մի հատ ուզում եմ մտնեմ ընդե։ Ու դիմացը այսպես պլաժ առնելու։ Որտե՞ղ։ Այս պլաժը դիմացը։ Այսի։ Այսինքն սիրուն սարքելու։ Այն նկարին վրա ոնց կա։ Այստեղ, արա, հա, հեսա էլի, հələ ստենայի։
Հեսա կմոտիկացնեմ ցույց կտա։ Ճանապարհը անցնում եք ու պլաժն է։ Ինձ թվում է արդեն այս ամեն ինչը կսարքեն, էլի, այդ ինչ անունը փողոց անցնելու տեղերը, բան։ Արդեն տրակտորները մտած, սենց ասեմ, ժողովուրդ, սարքում են։ Սկսել են, ֆունդամենտը սկսել են անել։ Հիմա ասում եմ, մտեք առեք, եթե հնարավորություն ունեք, ուզում եք, մտեք առեք, արդեն կռանները ստե սկսել են աշխատել։ Հեսա, չէ՞, այստեղ, հենց այստեղ ալնելու։ Այս ծովը, որ Դավոն ասեց, այստեղ, հենց այստեղ, հեն արդեն երևում է։ Հեսա կդնեմ կրուպնի նկարները կտենակ։ Ինչ ես ասում, խորհուրդ տալիս ես ժողովրդին։ Շատ եմ խորհուրդ տալի, իսկական շատ ինվեստիցիոնի լավ բան է։ Ճիշտ պրոյեկտ է, հա։ Ճիշտ պրոյեկտ է, ճիշտ ժամին ու քիչ է մնացել դե բնակարաններ, եթե իրոք մարդ ուզում է ճիշտ փողը ներդնի, հիմա է պետք է դա անել։ Всё, այսքան բան։ Լսի մի հատ կարճ sense բան պատմեմ ժողովրդին, որ մենք ընկերական իրար հետ խոսում ենք, մեր ժողովրդին է պատմեմ։ Ժողովուրդ, նայեք, խոսում ենք մեր մեջ ընկերներով, ես ու Դավոն ագենտներով, ռիելտորներով, էլի sense ասած, այս տեղի մասին։ Հələ պատկերացեք, առաջի կազինոն արաբական երկրում, երկրորդը լիքը թույն հյուրանոցներ է ստե բացվում, երրորդը դա թույն ծովը ու չորրորդը իշքան համերգ մամերգ կբերեն ստե անեն, չէ՞։ Ու ինչ ձև կսկսեն զարգացնել այս կուրորտը, կսարքեն մի հատ Լաս Վեգաս։ Իրանք սիրում են вообще ամենամեծը, ամենաճոխը Դուբայում, ամենամեծ շենքը որտե՞ղ է Դուբայում, ամենամեծ եսիմինչը որտե՞ղ է Դուբայում։ Այնց որ էսի ինձ թվում է ալնելու է Դուբայ երկրորդը, այն Դուբայը ոնց թռավ տրենդները բարձացավ, չէ՞։ Այս ինչ որ տենում ենք, այս Ռասել Խայմը, այս սիրունությունը, էսի դառնում է Դուբայ 2, դա համաձայն ես։ 100%։ Անենց որ ժողովուրդ ջան, տեսեք, դուրներդ եթե կգա, դիմեք մեզ, կօգնենք։ Ամեն ինչ կկազմակերպենք մեծ հաճույքով։ Հիմա մենք ուզում ենք մի հատ իջնենք ծովի ափ։ Մոռացա ասեմ, ժողովուրդ, ստե այրոպորտ էլ ալնելու, այրոպորտ ալնելու է։ Ինքնաթիռները կարան իջնեն ուղիղ Ռասել Խայմ։ Ջան, դե մի հատ եկեք հիմա զարմանանք, ոնց ես սիրում եմ ասել, ու ստե պրոստը տակ չենք զարմանալու։ Հələ Դավոյի հետևի ծովի մաքրությունը։ Էսի ոնց որ Մալդիվը, լի Թայլանդը, դա այն Թայլանդի ծովի գույներն է, ու գիտես ինչն է ինձ հիշացնում քո ջոգելով, նայ, պլաժներին, հենց դե ոնց որ սենց անտառը լինի, լիքը բան է, պալմաներ, բնություն։ Ասում են Դուբայում բնություն չկա։ Չէ, Դուբայում բնություն կա, կանաչել կա, ամեն ինչ էլ կա, ամեն ինչ սարքում է, ստե որ մարդիկ չզգան իրանց ոնց որ անապատ։ Նա այստեղ լողանում ես դեմդ կազինոն, ջրի մաքրությունը, էլի ոնց որ բասեինը լի ու պեսոկի սպիտակությունը, Մալդիվի, Դուբայում, Թայլանդ, Դուբայում։ Սկինք շում, երեխեքի համար գորգեկ կա, ամեն ինչ կա, այն կողմից էլ դա ժեսի կլորա սա, այն կողմից էլ բաց ծովալներու, լրիվ անծայրածել։ Դավո, ես խփնով ապեր, ես ուզում եմ երեխեքին վեկալեմ, գանստե մի քանի օր մնամ, հանգստանամ, լողանամ, ու ես կուզեի ստե տուն ունենայի, որ տայի վարձով ու հեշտ ու հանգիստ, էլի։ Անենց մի հատ ռեկլամ ես անում, մարդիկ տենում են այս թույն տեղը ու գալիս են ստե հանգստանում են։ Իրոք շատ տեղ է սիրուն։ Սենց քայլում ենք, ժողովուրդ, լիքը գործ ունենք անելու, պետք է գնանք հիմա Դուբայ պատրաստի տուն կա նայելու, էդ էլ ձեզ ցույց տանք, բայց անենց եմ ափսոսում, որ այսօր չենք լողանալու ստե։ Դա վարի մի օր գանք լողանանք։ Հա։ Արեսի սիրուն է կադրը, ուզում եմ քեզ սենց լիքը նկարեմ, դա ո՞։ Միլիոն տոկոս։ Մեր կանիկներն եկը վերցնենք կգան։ Հələ նկար ինձ, էլի։ Ժողովուրդ, բա ոնց չմտնես այս ջուրը։ Ո՞չ շորերով հիմա մտնեմ, շատ լավն է, հա։ Ընտանիքներով կգանք կլողանանք, չէ՞ դա բանփայման։ Всё դե գնացինք Դուբայ։ Ըստ է շատ լավ էր։ Իրոք դզեց ինձի բեսամ ձևով։ Ժողովուրդ ջան, հետեթալուս չամփինգ այնանք, այս մեր հայի մոտ, մեր աղբերն է, Привет, брат. Hello, how are you? Hello, good. Նա տասինք մանգո վեկալենք, նայեք ինչ մրգեր ունի, հավեսո, մանգո. This is From UAE mango. Откуда? Local from UAE. States, հա?
Ըստ էի մանգո է, Եմիշել ունի։ This is from pomegranate from Yemen. Եմենսկի է, This is ձմերուկը This is local լոկալ։ from UAE. Լավ, ինչ արժի լավ մանգոն։ 15 դիրխամ 1 կիլոն։ 15 դիրխամ 1 կիլոն։ Ինչքան վեկալ ենք։ 2 կիլո եղավ։ Շատ լավ է։ 30 դիրխամը վեկալ ախպերը։ Մերսի շատ։ Ձմերուկը շատ փոքր է, քաղցր կլինի որ։ Ժողովուրդ ոնց եք մտածում։ Հələ տեսեք չեմ անում։ This is good. Very sweet. Very sweet. Very sweet. Դե չեմ անում, հավատում ես դա։ 20 dirham. 20։ Yes. Ինչքան։ 20 դրխամ։ Դե վեր վեկալ ենք դա փորձենք։ Վեկալ ենք փորձենք։ Էս ինչ է։ What is it? This is sweet potato. Potato. And this? This is sweet lime. Sweet lime. Limon, Yeah, sweet. Քաղցր լայմը։ Երկու հատ ձմերուկ։ Օ։ This is try. Մերսի, շնորհակալություն։ Sweet. Yes։ Very good. Հələ մի հատ փորձենք ժողովուրդ։ Very good. Amazing man. Բոմբ ախպեր։ Անենց որ ժողովուրդ նայեք, այս ագնոսները աշխատելու է մեր ինստայի համար, ինստան դուրս է գալի էկրաններին, նայեք, մտեք գրանցվեք մեր էջին, ոնց է պատվիսկա ալեք մեր էջին, հաղորդագրվեք, follow արեք, հաղորդագրվեք մեր էջին։ Մենք գնացինք Դուբայ, նկարենք ձեր համար պատրաստի տներ, Պալմայի մոտ։ Իր Մայամիի նման տեղ է։ Մայամիի նման տեղ է, ահա, Ամերիկայի հայրեսը կասեն մարադես տղեկ ջան գնացինք։ Дав, давай, поехали. Давид, закрывай, блин, закрывай, говорю. Закрывай. Ժողովուրդ ջան, հասանք Դուբայ, Ռասել Խայմից, այդտեղ արդեն զակատ է, մութը ընկնում է, բայց մենք չենք հանձնվում Դավիթի հետ։ Դավես ուր ենք եկե, հələ ասա կարճ ու կոնկրետ։ Ելենք MR Beach Front։ MR Beach Front։ MR-ի աջ կողմից Պալմանա, ձախ կողմից Ջիբյարով Բլյուվոտը։ Այս կողմը Պալմանա, այս կողմը ջենա Կալիսոն երևում է։ Ջիբյարով Բլյուվոտը, էսի ջրի վրա սարքած կղզի է։ Էս էլ արհեստական կղզի է։ Հա։ Ստե մենակ է մարնա սարքե, մաստեր զաստուշիկնա։ Հա։ Նույն ձևի, elə որ ստեից ցույց տաս մարդիկ դրան մենք Մայամիի նման է, ով տեսել է, ով Ամերիկա ապրել է։ Հələ սենց հանեմ կամերան դուս նայեք ժողովուրդ։ Էս սենց նայեք կրուգով, սիրունա չէ։ Պրոստը մի քիչ շուտ հասնենք, вообще տենայեք այդ բանը արևմուտքը, ոնց է զակատը ոնց էր։ Տենց է։ Արևամուտք։ Ու հիմա գնում ենք դավ նայենք պատրաստի տուն, չէ։ Հա։ Գնացինք ժողովուրդ։ Ինչ սիրուն փողոցներ աստե, արդեն այս կողմը երկու կողմից սարքած է, աջ ձախ կողմից սենց սիրուն տներ են։ Սա հասնենք տեղ ու միանանք ձեզ։ Պրոստը ուզում եմ սաղ այս փողոցները տենակ, էլի, ոնց որ մեր հետ սենց ավտոյի մեջ գնում ենք իրար հետ։ Սիրունա։ Լավ քեզ դուր գալիս, հա։ Հա, շատ էսս։ Ուրայանը սիրում եմ։ Ժողովուրդ ջան, հələ մի հատ նայեք ինչ սիրուն լոկացիա է, մեր հետ Տոման է, Տամարան, Դավիթի կինը, բարև Տոմ։ Դավ, էսի ստեի նաբերեժնին, ճիշտ եմ ասում։ Հա, էս իրանց սեփական պլաժերն է, այսը падեզից հելար, մի անգամից ինձ մեր պրամինալը ու իրանց պլաժը։ Դիմացը Պալմանա, էսի Պալմայի ստուոլն է ու դաշը բետկեքն են գնում։ Հələ քել մատ այսպես մոտիկանանք պլաժն այնք, մեկ էլ սենց հարթ մարդկանց կարա հետաքրքրի։ Ըստ է, այս պլաժ կարան մտնեն ուրիշ մարդիկ, ովքեր ստե չեն ապրում։ Չէ, ստե մարդիկ security կա, անպայման նայում է ու որ պետք է այս տնից լնես կամ կողքի տնից, որ կարողանաս օգտվես։ Բայց սենց ասած, կողքից, ոնց ասեմ, լևի մարդ չի կարա մտնի։ Լևի մարդ չի մտնի, չէ։ Հələ նայեք ստե ժողովուրդ, ստե լիժակները ձեր, նավերը սիրուն ման են տալի, կուզեք նավ կվերցնեք, կուզեք ստե կհանգստանաք, այստեղ նաբերեժնի, որ իջնեք մանգակ երեխեքի հետ քայլեք, ու այդ տունը ստե է, հա, այս վերևն է։ Այս շենքն է ժողովուրդ։ Մատ այսպես ցույց տամ նայեք։ Ու բալկոններից էլ սաղ ծով է երևում։ Շենքը կես տարի առաջ են հանձնել, հա, ու սարքածա Էլիսա արխիտեկտորի հետ, դիմյան շատ ուժեղ կնիկ էր, իրա պրոյեկտն է։ Այս մեր դիմացն է Պալման, հա։ Հա, էսի Պալման։ Մտանք տան ներսը, նայեք ստե այս ծովը երևում է, էսի պատրաստի տուն է, դրա համար ստե արդեն
ոնց ասած պատժեզները սենց սիրուն պատրաստ է, սա Դավիթը ստանա բալանիները, բարձանանք ու նայենք։ Մտանք հիմա կվարտիրա, 6-րդ հարգում ենք գտնվում ու ցույց ենք տալու ձեզ բոլորովին կահավորված ու պատրաստի բնակարան, որ առնեք տաք վարձով կամ մտնեք ապրեք։ Շատ ուժեղ կվարտիրա, շատ սիրուն բնակարան է։ Հիմա մի հատ թեքենք կամերան, պատմենք ու հետո գները ցույց կտանք։ Ու վերջում մի հատ կզարմացնենք ստեի բալկոնի տեսքերը։ Գնացինք։ Դավջան դե պատմի։ Ուրեմն էսի 2 սենյակառույց բնակարանն է, ընդհանուր մակերեսը 120 քառակուսի մետր է, ամեն ինչ կառավարված է արդեն տեխնիկայով, մեբելով, նոր ռեմոնտ են արել վերջացել, ռեմոնտից հետո հələ ոչ մեկ ստեղ չի ապրել։ Ոչ մեկ ստեղ չի մնացել։ Չէ, ռեմոնտից հետո չէ։ Դե մի հատ գնանք կուխնյան նայենք։ Պոլերն են փոխել, մեբել են թազա դրել, պատերն են սիրունացել։ Էսի կուխնյան է, այս ամեն ինչ պատրաստ է արդեն ստե, դուխովկա, պլիտա, խալադիլնիկ, ամեն ինչ ստե կա։ Այս սեղան, բան, հայլին են սիրուն կախել լուսերով արել։ Դավիթ, ոչի բան չեն հանելու, չէ՞, այս բնակարանը։ Չէ, իհարկե չէ։ Հələ մի հատ հայլին նայենք, ստեղից մտանք տուն, ինչ մեծ սիրուն հայլի է, շատ սիրուն է, ինձ շատ է դուր գալի, էս էլ որպես ձալ։ Հա, էս էլ ձալն է ու էլի շատ սիրուն ու յուտնի շատ տաք տուն է։ Ու ինչն է լավը, այս տունը պատրաստ է, արդեն շենքը հանձնած է, կես տարի առաջ են հանձնել, կարող մտնեք, միանգամից ապրեք, պրոստը ձեր շորերը վերցնում եք ու գալիս եք, սենց ասեմ, դա, կներես, որ ընդհատեցի, ինձ թվում է, որ այս բնակարանը այն մարդկանց ավելի շատ կհետաքրքրի, ովքեր կուզեն արդեն այսօր հենց դաժե առնեն ստեղ ապրեն, կամ էլ առնեն ու միանգամից տան վարձով, համաձայն ես։ Իհարկե։ Всё, գնացինք դաշտ նայել։ Մենք վաստանում նկարենք ցույց տվինք պրոյեկտները, որ հələ նոր պետք է սարքեն, մարդիկ գրում են, հարցնում են, պատրաստի տուն ենք ուզում, պատրաստի էլ ցույց տվենք, հա, ցույց ենք տալի։ Ամեն ինչ ունենք։ Անցնում ենք առաջ։ Առաջի զուգահեռ բաղնիկն է, հյուրերի համար Սա մի հատ նայենք, օբշի։ Հյուրերի համար զուգահեռ բաղնիկ։ Հետո անցնում ենք ստե առաջին ընջասենյակն է, իր տարակներով, ամեն ինչ արդեն կաստ է։ Դավիթ, գիտես ինչն է դուրս գալի, շատ ճաշակով է սարքած։ Շատ ճաշակով է, մինիմալիստիչն է ու իրոք տաք տուն է, արդեն ասեցի մինչև այդ։ Հա, պոլերը ոնց որ պարկետ է դաժե, հա, պոլերը փոխել են։ Կրավատները այն որ ասում եմ, ես սիրում եմ sense ցածր հոտ ու ամեն սենյակից, չեմ ուզում լավ հələ ցույց տամ, վերջում կնայենք, ամեն սենյակից նայում եք դեպի, դա, տեսարանը վերջում կնայենք։ Sense ուղիղ անցնում ենք, մտնում ենք անգլերեն ասած maid's room, ժողովուրդ, էսի կամ կսարքեք սենյակ, որտեղ կապրի նյանյան, կամ էլ կսարքեք ձեր շորերի համար գարդիրոբը։ Էս էլ երկրորդ զուգահեռ բաղնիկն է, արդեն վաննայով, սիրուն վաննա է դրած, ամեն ինչ կա արդեն էս։ Ումեվալնիկա զուգահեռ վաննա է։ Մի հատ ցույց տամ, դավ։ Դավայ, մի հատ անցնեմ ցույց տամ։ Այսինքն սարքած սիրուն, ամեն ինչը կա ու անցնենք դավ սենյակը։ Դաշ անցնում ենք արդեն master bedroom, էսի ամենա Master bedroom հայերեն գլխավոր սենյակը։ Գլխավոր սենյակն է, տիրոջ սենյակը պետք է լինի։ Մամայի, պապայի։ Հա, մամայի, պապայի սենյակն է։ Обычно էսի ամենամեծ սենյակն է, էլի սիրուն պատերի վրա տես լիպնինա է կախած, սիրուն լյուստրաներ, դիվաներ, կրավատ, ամեն ինչ կա ապրելու համար։ Քեզ դուր գալիս է դա։ Շատ, անցնենք առաջ։ Հələ մի վարքան, արի մի հատ տեսքում, արի։ Ըստ է, այս սենյակից կա դուրս գալու տեղ դեպի բալկոն։ Սենյակը ունի իր բալկոնը։ Բայց ասենք վերջում ենք ցույց տալու, դե լավ։ Չէ, պրոստը ասում ենք։ Լավ, ցույց չեն տալի։ Էլի չկա ցույց տալու։ Ստեից դաշ անցնում են գարդիրոբնին, ստե ավելի մեծ է, ավելի շատ տեղ կա։ Այսա գարդիրոբա։ Ու զուգահեռ բաղնիկը արդեն էլի ավելի մեծ է, երկու հատ ռակվինայով, երկու հատ կրանով, ամեն ինչ որ մեկը մարդուն լինի, մյուսը կնգան։ Որ հանգած չքրվեն իրար հետ։ Դուշևոյով ու իր զուգահեռով։ Դե գնացինք բալկոն, դա առանց խոսալու։ Ես երկեմ, ճանապարհ, ես ոնց անցնեմ սարեր, ձորեր, թռնեմ անցնեմ։ Լավ, հիմա բացում ենք ամենահետաքրքիրը։ Պատրաստեք 1, 2, 3 դուրս են գալիս պատշգամբ, հայերեն ասած։ Արա, ես ինչ սիրուն է, հələ մի հատ նայ կամերայով դա։ Ա բոմբա։ Դել գալիս ունա երևում։
Շատ սիրուն է ժողովուրդ, շատ սիրուն է։ Էնդե Մարինան, ստեից Մարինա 5 րոպե է դա։ Ստեից Մարինա 5 րոպե է, դեպի downtown 20-25 րոպե։ Ամեն ինչ էլ մոտիկ է, аэропորտ կես ժամը կարելի է հասնել, երկու аэропորտն էլ, այն Ալմակտումն էլ, DXB-ն էլ։ Լավ, շատ հարմար տեղ է, ահա որ շատ է։ Երկու կողմից էլ պլաժեր են, այս կողմից մարինա կա, տես ինչ սյուն յախտաներ են դեկանած։ Կներես, քեզ ընդհատեմ մի հատ նույնց, ոնց ես հասկանում եմ, երկու կողմից տունը ծովի ոնց որ մեջտեղն է։ Այս կողմը մարինա է, որտեղ նավերն են, իսկ այս կողմը, այս հետևը, որտեղից մենք եկանք ցույց տվեցինք պլաժային կողմը, մարդիկ լողանում են։ Ստեից էլ է կարելի լողանալ։ Այստեղ կարելի է լողանալ։ Այստեղ մենա ժողովուրդ նայեք, այս մատիս կողմը նայեք, այստեղ պլաժ է, էլի կարող եք լողանալ։ Այստեղ ներքևը սիրուն պարկ ալնելու, այս շենքերը արդեն վերջացել են, հանձնել են, մնացել է մի երկու հատ շենք վերջացնեն սարքեն ու վсё, ռայոնը լրիվ պատրաստ է, որ նայի ցույց տուր, ով ստեղել է, սա ասել են, էսի տոշնի Մայամին է։ Մայամին սրա նման շենքեր են սա։ Դե հիմա գրեք կոմենտներում Մայամին է սիրուն, թե Դուբայի այս տեսքը, հələ մի հատ նայեք։ Կալիսոն երևում է, բա ոնց։ Անպայման երևում է, շատ սիրուն է, հա։ Երկու հատ բալկոն ունի այս բնակարանը, մի հատ էս մեծն է, զալից են մյուսն է սպալնիայից էլի իրանն է։ Հələ մի հատ բալկոնի մեբելները ցույց տանք, պրոստը։ Բալկոնի մեբելը կա։ Հասարակ բան է, ոնց կուզեք, հետո կուզեք փոխեք։ Բաներ են դեղեր դրած։ Լավ, շատ սիրուն է։ Այ, դուրս եկավ։ Ինձ էլ։ Լավ, այս sense հավեսով տուն է, sense նայեցինք դուրներս եկավ։ Բա գինը դա Գինը ընդամենը $1,600,000 է։ $1,600,000, էսի 2 bedroom է։ 2 bedroom-ը 120 քառակուսի մետր։ 120 քառակուսի մետր։ Ծովի ափին։ Ծովի ափին, Մարինա, Դուբայ Մարինա, սաղը տեղել եք, ով եղել է Դուբայում հաստատ 5 րոպե, կենտրոն 20-25 րոպե։ Էլ ինչ էր կողքը, Պալման էր կողքը։ Պալման 5 րոպե։ Ծովն էլ մի րոպե։ Ծովն էլ մի վայրկյան։ Հա, համարները հիմա ձեր էկրաններին կտենաք, եթե ձեզ կհետաքրքրի այս տունը, կուզենաք ձեր աչքերով տենաք, կամ կուզենաք հենց այս վայրկյանին առնեք, այն որ ասենց տեղերի տները ժողովուրդ շատ շուտ տանում են։ Վարձով տալու համար կամ ապրելու համար, էսի end վարիանտն է, որ համ կարաք վարձով տակ, համ մտնեք ապրեք։ Դուք հենց մի հատ նորից, մի հատ այսպես թեքեմ կամերան նայեք։ Թափ թազա տուն, ոչ մեկ չի մնացել, ռեմոնտ արել են մարդիկ, տեխնիկա բան առեդրել են ու պատրաստում են տան, ասում եմ տան ծախեն, դե մեջը փող պետք է աշխատեն մարդիկ։ Շուտ առել են։ Այս sense տեղերը տները լավ հանձնվում են կարճ սրոկով։ То есть դու կարաք լյուբոյ օրավարձով, հա։ Եթե դուք ուզում եք տարվա մեջ գաք 2 շաբաթ, 3 շաբաթ մնաք, մյուս տարին, մյուս ժամանակը կարանք վարձով տանք ու լավ փող աշխատենք։ Ու դաժե ամառնել, երբ որ սեզոն չի, ստե շատ լավ հանձնում են տները։ Շատ ընտիր էր, դա լավ օր ասկացրեցինք։ Շատ։ Տները ցույց տվեցինք, ամենալավ վարիանտներն էր։ Լավ վարիանտներ շատ կա, այս վիդեոյի մեջ ինչքան հասցրեցինք, էլի ցույց կտանք, չէ՞ դա։ Հա։ Անպայման։ Իջանք դեպի Լողավազան, արդեն մի քիչ մտնել է, բայց մեկը ինձ թվում է գերեվա, ընտիր Լողավազանա, Infinity դեմը, ծովն է, Պալման, Ատլանտիսն է երևում ստեղից, ստե լիքը տեղեր կա պարկելու, դաժե ջրի մեջ է դրած, կարաք տենաք ներքևը ջիմն է ու բարբեկյու զոնան, как раз լույսը միացին, արի գնանք հնել ցույց տանք։ Ստե մեր ջիմն է, շատ սիրուն, հավես թազա տրենաժորներով տեխնոջիմ ջիմա, ստեղ էլ ձեր հանգստի տեղն է, հանգստավայրն է, բարբեկյու կա, սեղաններ կա, ռակվինաներ կա, այստեղ են սիրուն, այս մարդկանց նման կարաք նստեք ծովի ափին, հաց ուտեք։ Շատ սիրուն տեսարան է։ Պլաժն էլ կարաս նկարես, հենա ներքևն է, որ երևա ինչ սիրուն է։ Այս էլ մեր բարբեկյու զոնան է, ստե կարաք միս դնեք, պատրաստեք, խորոված անեք, ամեն հարմարություններն է կա, ջուրել կա ստե, լվակ ինչ-որ բաներ, ու նստեք, այսեն սիրուն, այստեղ նստեք, սիրուն հաց ուտեք, շատ ուժեղ տեսարաններով։
Իսկ եթե դուրսը շոկ է, կարաք ներսնել հյուրերի հետ, եթե հյուրեր ունեք, կանչեք, ստեսնենք, մեծ սեղան կա, կուխնյա կա, դիվաններ կա, նստելու տեղեր արի ցույց տուր ուրեր։ Այսինքն սիրուն տեղեր են, կարաք հանդիպումներ ստե անցկացնեք ու ընկերներիդ հետ հավաքվեք, ինչ ուզեք անեք, ոնց ուզում եք կարաք օգտագործեք, այս տեղը օբշի է, լյուբոյ ապրող մարս տեղի կարա օգտվի։ Այստեղ էլ դաժե տելևիզոր կա, կարաք ձեր PlayStation-ը բերեք, նստեք, խաղաք մեծ կամպանիայով, էլ ինչա պետք։ Ժողովուրդ ջան, այսքանով վերջացնենք այսօրվա վլոգը, շատ հոգնեցինք, աշխատանքային օրեր մեր համար ու դրա հետ մեկտեղ մենք նկարեցինք ձեր համար վիդեո։ Գիտեմ, որ վլոգներ շատ կուզեք տենակ, ոնց ենք հաց ուտում, որտե ինչ գներա, մենք շուտով կսարքենք շատ համով խորոված, չէ՞ դա։ Հա, անպայման։ Ցույց կտանք մի հատ հետաքրքիր վլոգ, այսօր մեր աշխատանքային օրն էր ու կամերան մեր հետ նկարեց։ Դրա համար մեզ մի հատ պատժես կարեք, լայքերով, կոմենտներ շատ գրեք, որ մեր վիդեոն տարածվի։ Ինչ կասես դու դա մեր ժողովրդին։ Շնորհակալություն, որ մեր հետ եք այսօր, հույսով եմ շատ դուրներ եք եկել այն ինչ որ մենք նկարել ենք։ Սպասեք թազա վիդեոներ։ Կհանդիպենք մեր նոր ալիքում հայերը Դուբայում։ Նոր ալիք, հաջողություն։ Հաջողություն։